Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանն է։ Բարի երեկո պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Այս տարվա մեր առաջին զրույցն է։ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ փոխնախագահը, ինչու է գալիս տարածաշրջան, ասենք տարածաշրջան, ընդ որում Բաքու եւ Երևան, Վրաստան չկա։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Հիմա Վենսի այցի հետ կապված տեսեք, եթե հենվենք նախագահ Թրամփի թվիթի վրա, ապա Ջեյ Դի Վենսը երկու նպատակ ունի։ Առաջին, ինչպես Թրամփն ասում, առաջ մղել ամերիկյան խաղաղության ջանքերը Հարավային Կովկասում եւ մասնավորապես այդ Թրամփի ուղին։ Երկրորդ, կար հետաքրքիր ակնարկ, որ Ադրբեջանում ենթադրվում է ինչ-որ զենքի վաճառքներ, նույնիսկ զենքի տարբեր տեսակներ են նշված, եւ երրորդ, որ ենթադրվում է, որ Հայաստանում կստորագրվի այդ 1-2-3 համաձայնագիրը, որը արդեն թույլ կտա գոնե տեսականորեն ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան։ Հիմա եթե այս ինֆորմացիան որպես հիմք ընդունենք, կարծում եմ երկու բան, առաջին ցույց տալ, որ Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ հետաքրքրված լինել Հարավային Կովկասով կամ գոնե Հայաստան-Ադրբեջանով, որտեղ գիտեք, որ ներկայիս ամերիկյան վարչակազմում կա այսպիսի ընկալում, որ նրանց ուշադրությունը որևէ հարցի վրա կենտրոնանում է ոչ ավելի քան 1 շաբաթ, չէ՞, անդադ ինչ-որ թռիչքներ են, այսինքն Տրամպը 1 շաբաթ խոսում է Կանադայից, հետո խոսում է Գրենլանդիայից, հետո նա խոսում է Կուբայից, հետո հետ է գալիս Ուկրաինա, հետո Գազա, հետո Չինաստանի հետ առևտրային պատերազմ, եւ օրինակ նույն 2025-ի օգոստոսին, երբ ստորագրվեց Վաշինգտոնյան հռչակագիրը, կար ընկալում, որ դե հիմա Տրամփն է ցանկանում է ստանալ խաղաղության Նոբելյան մրցանակ, կստացվի, չի ստացվի։ Իդեպ դա էլ ինչ-որ կիսաստատվեց, նա չստացավ, բայց հետո մրցանակը իրեն տվեցին, դա էլ հետաքրքիր հարցեր, բայց շատ արագ Տրամփը Հարավային Կովկասի մասին կմոռանա։ Ինձ թվում է սա նախ նշան է այն մասին, որ ամերիկացիները առայժմ Հարավային Կովկասը կամ գոնե Հայաստան-Ադրբեջանը չեն մոռանում։ Ինչու չկա այցելություն դեպի Վրաստան։ Տեսեք, եթե վրաց-ամերիկյան հարաբերությունները նայենք, շատ կարճ վերջին 16 տարում, 2009-ին բարձրակետներ, երբ Բուշի օրոք ստորագրվեց այդ ռազմավարական համագործակցության հռչակագիրը, Օբամայի օրոք որոշակի անկում նկատվեց, հետո Տրամփը իր առաջին շրջանում ընդհանրապես կարծես թե Հարավային Կովկասով շատ հետաքրքրված չէր, նաև 2020 թվականի Արցախյան պատերազմը եղավ, հետո արդեն սկսած 2022-ից Բայդենի օրոք հարաբերությունները սկսեցին վատանալ, գիտեք, Եվրամիության հետ միասին ԱՄՆ մեղադրում էր Վրաստանին, որ դու աստիճանաբար հեռանում ես ժողովրդավարությունից։ Մի բան թվում էր, որ գալիս է Տրամփը, որը նախ առանձնապես ժողովրդավարությանը չի հավատում, ոչ էլ որևէ ձևով գնահատում է, եւ երկրորդ կա նաև անկալում, որ Տրամփը միլիարդատեր է, Բիդինա Իվանիշվիլին միլիարդատեր է եւ գուցե նրանք կարողանան գոնե այսպես ասենք բիզնես լեզու գտնել իրար հետ։ Եվ գիտեք, նույնիսկ վրացիները երկու բաց նամակ հրապարակեցին, մեկը կարծես թե վարչապետի անունով, մյուսը այս նոր նախագահի անունով։ Շատերը պնդում են, որ Իվանիշվիլին է իրականում գրել նամակները, պարզապես չի ցանկացել իր անունով, որտեղ նշվում էր, որ տես Տրամփ, դու պայքարում ես խորքային պետության դեմ, այդ նույն խորքային պետությունը պայքարում էր Վրաստանի դեմ, չէ՞, USAID-ին դու վերացրիր, նա ցանկանում էր Վրաստանում հեղաշրջում անել, բայց առայժմ կարծես թե հարաբերությունների բարելավում չկա։ Տեսեք, մի կողմից նախ կա որոշակի այսպես հակավրացական լոբինգ Միացյալ Նահանգներում, հատկապես Կոնգրեսում եւ Սենատում։ Հիշենք այդ մեգոբարի ակտը, որը պետք է ընդունվեր, հետո չընդունվեց։ Հիմա կարծես թե ասում են, որ նաեւ ինչ-որ պրովրացական լոբինգ կա, բայց իմ գնահատմամբ այս պայմանությամբ կարծես թե Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները կենտրոնացած է Հայաստան, Ադրբեջան եւ այսպես ասենք այդ միջին միջանցք Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Եվրամիություն։ Եվ քանի որ Վրաստանով այդ միջանցքը գործում է, եւ կարծես թե ված չի գործում, երևի թե դա է պատճառը, որ առայժմ ամերիկացիները չեն շտապում կամ էլ ընդհանրապես Տրամփին Վրաստանը գուցե այնքան էլ չի հետաքրքրում։ Բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք։ Իրենց զայրույթը հստակ արտահայտվել է հատկապես այն հանգամանքով, որ Անակլիայում Չինաստանը ներդրումներ է կատարել, նույնիսկ նախկին վարչակարգը հիշում եք Օբրայանի պետքարտուղարի տեղակալ Օբրայանի միջոցով, այլ պաշտոնյաների միջոցով, այսպես ասած, հաթաթ տվեցին Վրաստանին, որ պետք է բանանեն, թույլ չտան, չէ՞, Չինաստանի ներկայությունը այդ նավահանգստում։ Այդ Անակլիայի կապված մնացածը այսպես շղարշ է, հա, ինչ ժողովրդական արժեքներից հետընթաց, չգիտեմ, դրանք բան են, հա, այսպես ասած, ջուր է։ Տեսեք, Անակլիայի հետ կապված շատ հետաքրքիր է, որտեղ այո, 2024-ի մայիսին ստորագրվեց համագործակցության հուշագիր Չին-Սինգապուրյան համատեղ կոնսորցիումի հետ, եւ դա բնականաբար ամերիկացիների դուրի չեկավ։ Սակայն անցել է գրեթե 2 տարի կամ մի տարի 9 ամիս, բայց Անակլիայում ոչինչ տեղի չունենում։ Այսինքն նույնիսկ այդ պայմանագիրը չի իրագործվում, եւ այստեղ գոնե երբ որ ես եմ խոսում վրաց փորձագետներից, երկու կարծիք կա։ Կարծիք համար մեկ, որ ընդհանրապես Անակլիան ի սկզբանե փուչիկ է, այսինքն չկար նման շատ խոշոր, այսպես ասենք, նավահանգստի կարիք, եւ դա ընդհանրապես փուչիկ էր Գիտեք, ինչպես է, չէ՞ որ իշխանությունները երբեմն ժողովրդին ինչ-որ խոշոր պրոյեկտներ են ներկայացնում, ասում են, այ մի 10 տարում, չգիտեմ, ինչ-որ սուպեր պրոյեկտ կլինի եւ այլն։
Մի մասը գտնում է, որ Անակելյան այդպիսի փուչիկ էր, նախ փուչիկը փչում էր Սաակաշվիլին, այնուհետև Իվանիշվիլին հասկացավ, որ այս փուչիկը ժողովրդին դուր է գալիս, որ տեսեք, մենք նոր նավահանգիստ կկառուցենք միլիարդավոր դոլարների ներդրումներ, ինքն էլ սկսեց այդ փուչիկը փչել, եւ դրա համար էլ իրականում Անակելյան երբեք չի լինի, որովհետեւ չկա, այսպես ասենք, լուրջ տնտեսական անհրաժեշտություն Անակելյանի հետ կապված։ արվել են։ Որպես այդպեսին կարելի ասել ոչ, որովհետեւ այս բայդրությամբ, ինչքանով ես եմ տեղյակ, այնտեղ նույնիսկ շինարարություն չի սկսվել։ Հետևաբար տարբերակ համար 1 սա ընդհանրապես փուչիկ է, որը օգտագործում են ներքաղաքական խաղերում։ Տարբերակ համար 2, որ վրացական կառավարությունը փորձում է, եթե ընդունում ենք, որ փուչիկ չի Անակելյան, փորձելու է այս Անակելյայի Չինաստանի կոնսորցիումին զրկելուց եւ ամերիկացիներին տալը, փորձում է օգտագործել որպես մանրադրամ կամ միջոց ամերիկացիներին։ Նման տեղեկություն էլ կա, որ վրացիները ակնարկել են Թրամփի վարչակազմին, որ եթե դու այսպես ասենք Վրաստանի հետ հարաբերությունները բարելավես, ապա մենք պատրաստ ենք չեղարկել այդ չինական կոնսորցիումին տրված լիցենզիան, մանավանդ նորից եմ ասում, անցել է գրեթե 2 տարի, բայց ոչինչ չի արվել։ Եվ օրինակ մենք պատրաստ ենք նորից հետ գալ ինչ-որ ամերիկյան կոնսորցիումի։ Հիմա այս երկուսից որն է ճիշտ, շատ բարդ է ասել, պետք է սպասենք։ Վերադառնալով Թրամփի գրառմանը Ջեյ Դի Վենսի այցի կապակցությամբ ըստ էության շատ շոշափելի համագործակցության մասին էր խոսում Ադրբեջանի մասով, իսկ Հայաստանի մասով, այսպես հա շահադրություն էր կարելի ասել։ Թրամփը Ադրբեջանի մասով ասել էր մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության գեղեցիկ պայմանագիր, կկնքեն գործարքներ մեր հիանալի կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ներառյալ զրահաբաճկոններ, նավակներ եւ այլ միջոցներ, գրել էր Թրամփը։ Ըստ էության Ալիևը շատ հմտորեն կարողանում է առաջ մղել 907 բանաձևի չեղարկումը, որով փաստորեն սահմանափակում կար զենքի վաճառքի հարցում, չէ, Ադրբեջանին։ Այսինքն Ալիևը իր գործը անում է, բայց այստեղ Իրանի ֆակտորը կա։ Իրանի ֆակտորը կա եւ Իրանի հարցում Միացյալ Նահանգների համար կարեւոր է Բաքվի եւ Երևանի տրամադրությունները, չեք կարծում, որ այնուամենայնիվ Ջեյ Դի Վենսը գալիս է Իրանի հետ կապված հարցով։ Տեսեք, իհարկե Իրանի հարցը նույնպես կքննարկվի, չնայած եթե անկեղծ ես չեմ կարող բացառել, որ ինչ որ հարվածներ Իրանին հասցվեն մինչև նույնիսկ Վենսի այցելությունը, նախ մենք ժամկետների Կներեք, էլի մի բան, այս ինչ որ գրել էր Թրամփը, այդ նպատակի համար պետք է Ջեյ Դի Վենսը հասնի այստեղ։ Տեսեք, եթե Իրանի մասին ենք խոսում, Ադրբեջանը արդեն վաղուց առնվազն Իսրայելին շատ ազատ ձեռք տվել է Իրանի դեմ գործողություններ անելու, այսինքն դա նույնիսկ հիմա չի, առնվազն ես կասեի երևի առնվազն 10 տարի, եթե միջազգային մամուլը նայենք, 10 տարի է հստակ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը Իսրայելին տվել է ազատ ձեռք օգտագործելու իր տարածքը հակաիրանական գործողությունների համար։ Հիմա ես չեմ ուզում մտնել տարբեր տեսությունների մեջ, որ նույնիսկ Իրանի նախագահ Ռայիսի մահը ինչ որտեղ կապված էր իսրայելական հատուցարարությունների։ Իրանում ասում էին այդ տեսակետը։ Հիշում ենք, որ նա հանդիպեց Ալիևի հետ ու ափերը Ադրբեջանի տարածքում էր։ Հիմա չեմ ուզում մտնել մի դաշտ, որտեղ միայն ենթադրություններ են, բայց ուզում եմ ասեմ այն, որ Ադրբեջանը էականորեն օգտագործում է հակաիրանական նպատակների համար առնվազն 10 տարի, եթե ոչ ավելին, դա փաստ է։ Եվ վստահ եմ, որ Իրանում դրա մասին գիտեն ավելի լավ, քան թե մենք։ Հիմա եթե Փեզեշկյանը չլիներ ղեկավարը, այլ մեկը լիներ Ռայիսի դեպքը, ողբերգական դեպքը այլ ընթացք ունենար հետաքննության առումով։ Չգիտեմ։ Շատ հնարավոր է, Իրանում նույնպես հիմա այդպես տարբեր քննարկումներ կան, բայց այդ ամենը, չասեմ դավադրության տեսության, բայց ակնարկների մակարդակում է։ Հիմա եթե Իրանի իրավիճակին նայենք, տեսեք, տարբեր փորձագետներ, ովքեր Իրանի հարցում են զբաղվում, Հայաստանում եւ նաեւ Հայաստանից դուրս, եվրոպական, ամերիկյան, ցավոք սրտի ընդհանուր եմ ասում, նշում են, որ Իրանի դեմ այս կամ այն տարբերակով ռազմական հարվածի հասցման հավանականությունը ավելին է, քան 50%-ը։ Ընդ որում շատերը նշում են, որ այդ հարվածը կարող է տեղի ունենալ նույնիսկ օրերի ընթացքում, օրերի, շաբաթների, հետեւաբար չեն կարող բացառել, որ նույնիսկ մինչև Վենսի Հայաստան եւ Ադրբեջան գալը, իսկ ժամկետները հայտնի չեն, տարբեր թվեր կան, բայց կրկին ենթադրությունների հետևից չընկնենք, չեմ բացառում, որ նույնիսկ ինչ որ հարված Իրանին հասցվի մինչև Վենսի գալը, եւ իհարկե սա եւս հետաքրքիր է, որ արդյոք եթե մենք խոսում ենք երկարաժամկետ հարվածների մասին, ոչ թե կարճաժամկետ թիրախային, ապա արդյոք դա կարող է նույնիսկ ազդել Վենսի տարածաշրջան գալու վրա, որտեղ մի փոքր բարդ եմ պատկերացնում, որ Իրանի դեմ ընթանում է պատերազմ եւ ԱՄՆ փոխնախագահը այդ ընթացքում հայտնվում է Իրանի սահմանակից երկու պետություններում, դա էլ է խնդրահարույց, բայց Իրանի հետ կապված ես երկու սցենար եմ տեսնում։ Սցենար համար 1 կոչեն մեծ սցենար թիրախային հարվածներ։ Ընդ որում կարող են լինել թիրախային հարվածներ քաղաքական կամ ռազմական ղեկավարությանը, կարող են լինել թիրախային հարվածներ ռազմական
կետերին, այսինքն միջուկային օբյեկտներ, բալիստիկ հրթիռներ եւ այլն, կարող են լինել կոմբինացված թիրախային հարվածներ եւ ղեկավարությանը եւ զինապահեստներին կամ զենքի տեսակներին։ Այդ դեպքում մենք ունենանք 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմի կրկնություն, ինչ որ տարբերակով։ Եվ սցենար համար 2, երբ մենք կտեսնենք երկարաժամկետ հարվածներ, այսինքն որոնք կարող են տևել շաբաթներ, եւ որոնց նպատակը հստակ է հասնել Իրանում իրավիճակի էական ապակայունացմանը, նորից առաջ բերել բողոքի ցույցեր, նույնիսկ գուցե առաջ բերել ինչ-որ անջատողական նկրտումներ տարբեր էթնիկ փոքրամասնությունների մեջ, իսկ մենք գիտենք, որ Իրանում այսպես ասենք բնակչության 50%-ը էթնիկ փոքրամասնություններ են, սկսած արաբներից, վերջացրած ադրբեջանցիներով, բալուչներով, քրդերով եւ այլն։ Եթե լինում է առաջին սցենարը, այսինքն թիրախային կարճաժամկետ հարվածներ, պետք է հասկանալ, չեմ կարծում, որ դա բերի իրանական համակարգի փլուզմանը։ Իհարկե չեն կարող բացառել բարձրաշան շատ մարդկանց սպանվելու հավանականությունը, բայց ամեն դեպքում երևի թե արևմտյան տերմինաբանությամբ ռեժիմի փլուզում չի լինի։ Բայց եթե իրոք խնդիր է դրված հասնել, այսպես ասենք, վարչակարգի կամ ռեժիմի փոփոխությանը, ապա այստեղ վախենամ հոգևոր։ Այո, այսինքն ստեղծել կամ ընդհանրապես այս իսլամական համակարգը վերացնել կամ ստեղծել մի իրավիճակ, երբ կա, այսպես ասենք, հոգևոր առաջնորդ, բայց ինքը փաստացի կամ նոր հոգևոր առաջնորդ, բայց նա փաստացի կլինի անգլիական թաքու կարգավիճակով, իսկ իրականում իշխանությունը իրեն ձեռքը կվերցնեն զինվորականները կամ նույն հեղափոխության պահապանների կորպուսը, շատերը արևմուտքում դա կոչվում են պակիստանյան սցենար։ Այսինքն Պակիստանում կա նախագահ, բայց բոլորը գիտեն, որ բոլոր որոշումները իրականում ընդունում է գլխավոր շտաբի պետը։ Եթե խոսքը այդպիսի սցենարների իրականացման մասին է, կամ ընդհանրապես համակարգը վերանում է, կամ լինում է, այսպես ասենք, անգլիական թաքու կարգավիճակով հոգևոր առաջնորդ, իսկ իրականում իշխանությունը իրեն ձեռքն են վերցնում իսլամական հեղափոխական կորպուսի պահապանները, ապա այստեղ արդեն ես ենթադրում եմ, որ դժվար թե թիրախային հարվածներով այս հարցը լուծվի։ Իհարկե կա նաև երրորդ տարբերակը, որ ինչպես Վենեսուելայում ամերիկացիները փորձեն, այսպես ասենք, կապի դուրս գալ բարձրաստիճան պաշտոնյաների կամ զինվորականների հետ եւ փորձեն, այսպես ասենք, ղեկավարներին վերացնել, որից հետո շատ արագ նոր մարդիկ կընտրվեն եւ արտաքին քաղաքականությունը ինչ որ ձևով կփոխվի, ինչպես մենք տեսանք Վենեսուելայում, բայց մյուս կողմից շատ փորձագետներ ասում են, որ ամեն դեպքում Իրանը Վենեսուելա չէ եւ հաշվի առնելով, որ 46 տարի կան ճշտամական հարաբերություններ, մի փոքր բարդ է պատկերացնել, որ բարձրաշան իրանցի ղեկավարներ կամ պաշտոնյաներ կփորձեն գնալ գործարքի ամերիկացիների հետ։ Բայց ամեն դեպքում այս կամ այն տարբերակով ենթադրվում է, որ ռազմական հարվածների հավանականությունը առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում բավականաչափ մեծ է։ Անկախ նրանից դա կլինի սահմանափակ թիրախային, թե դա կլինի ավելի երկարաժամկետ ռեժիմի փոփոխության կամ առնվազն կերպափոխման նպատակով։ Պարոն Պողոսյան, Իրանի դեսպանը ըստ էության սկանդալային հայտարարություն արեց հենց TRIP-ի համաձայնագրի ներկայացման օրը Վաշինգտոնում, երբ որ ներկայացնում էին Արարատ Միրզոյանը եւ Մարկո Ռուբիոն, եւ դեսպանը ասաց, որ Թեհրանը Հայաստանը այլևս ընկալում է որպես իր դեմ ուղղված գործողությունների կենտրոնի Իրանի դեմ տրամադրված թշնամական երկրների կենտրոնի։ Սա շատ ուղիղ մեսիջ էր, չէ՞, վաղուց Իրանի կողմից մենք այսպես ուղիղ բան չէինք ստացել, չէ՞։ Համաձայն եմ, բավականաչափ շատ հստակ հայտարարություններ, սովորաբար դիվանագետները փորձում են ավելի փոխաբերական լեզվով խոսել, հատկապես իրանցի դիվանագետները, այսպես ասենք։ Այո, դա հստակ մեսիջ է, որ Իրանը բոլորովին էլ մեղմ ասած ողջավորված չէ այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում։ Իմ գնահատմամբ Իրանում աշնանաբար ես չեմ ուզենա կրկնել դեսպանի բառերը, որ Հայաստանը դառնում է ինչ-որ հակաիրանական գործողությունների կենտրոն կամ թշնամական գործողությունների կենտրոն, բայց երևի թե մի բանում կհամաձայնվեն, որ եթե օրինակ վերջին տարիներին օրինակ Ադրբեջան-Իրան սահմանը Իրանում ընկալվում էր որպես սահման, որտեղից Իրանի համար կարող են ինչ-որ խնդիրներ ծագել, իսկ Հայաստանի հետ սահման ընկալվում էր, որ ոչ, այսինքն Հայաստանի հետ սահմանում Իրանի համար խնդիրներ ծագել չեն կարող։ Իմ գնահատմամբ հիմա Իրանում աստիճանաբար այս ընկալումը փոխվում է եւ իրենք մտածում են, որ Հայաստանը եւս աստիճանաբար դառնում է կամ գուցե արդեն դարձել է, դա չգիտեմ, բայց առնվազն աստիճանաբար դառնում է պետություն, որտեղից Իրանի համար կարող են ինչ-որ խնդիրներ ծագել եւ վերջին հաշվով դա նաեւ բնական է, որովհետեւ ակնհայտ է, որ այս TRIP ծրագիրը ենթադրում է ամերիկյան ինչ-որ ներգրավվածություն։ Տեսեք, մենք դետալները չգիտենք այդ ներգրավվածությունը ինչ է լինելու, բայց ակնհայտ է, որ ամերիկյան ներգրավվածություն լինելու է։ Եվ հաշվի առնելով Իրան-ամերիկյան հարաբերությունների վերջին առնվազն 47 տարվա նկատի ունեմ իսլամական հեղափոխությունից հետո փորձը եւ նաեւ 25 թվականի հունիսին Իրանին հաստատված միջուկային հարվածը եւ մենք քիչ առաջ խոսում ենք, որ նոր հարվածի հավանականությունը մեծ է, բնական է, որ ամերիկացիների հայտնվելը Իրանի սահմանի ցանկացած հատվածում, հիմա դա կլինի թուրք-իրանական, չգիտեմ, իրանա-իրաքյան, ադրբեջանա-իրանական, թե հայ-իրանական, բնականաբար Իրանի մոտ լուրջ մտահոգության տեղիք է տալու։ Այսինքն դա փաստ է։ Այլ հարց է, որ հիմա Իրանը այնքան խնդիրներ ունի, թե ներքին, թե արտաքին, որ անկեղծ ասած ես մի քիչ բարդ եմ պատկերացնում
այո, Իրանը դժգոհ է, բայց այս պահի դրությամբ այդ դժգոհությունը կոնկրետ ինչ գործողությունների կարող է նյութականացվել։ Հա, մի փոքր բարդ եմ պատկասնում, որտեղ նորից եմ ասում, Իրանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Սկսած նրանից, որ տեսականորեն չի բացառվում երկրի ներսում էլիտայի ճեղքում, տեսականորեն չի բացառվում եւ այսինքն վենեսուելական սցենար, երբ էլիտայի մի մասը գաղտնի գործարք է կնքում ամերիկացիների հետ։ Վերջացրած, որ էլիտայի ճեղքում չկա, բայց օրինակի համար զինվորականների իշխանությունը փաստացի իրեն դերք են վերցնում կամ պահպանելով հոգևոր առաջնորդի պաշտոնը որպես սիմվոլիկ, կամ ստեղծելով, այսպես ասենք, կոլեգիալ հոգևոր առաջնորդի պաշտոն, որը նույնպես Իրանի համանդրությունը թույլ է տալիս, այսինքն մի քանի հոգևոր առաջնորդներ կամ ընդհանրապես հոգևոր առաջնորդի պաշտոնը վերացնում են, այսինքն հաշվի առնելով այն փաստը, որ իշխանության փոխանցումն Իրանում աշճանաբար մոտենում է, հաշվի առնելով ներկայիս հոգևոր առաջնորդի առաջացած տարիքը։ Հիմա Իրանը այնպեսի լուրջ խնդիրների առջև է կանգնած, որ ինչքան էլ դժգոհ լինի ամերիկյան ներկայությունից հայ-իրանական սահմանի մոտակայքում, նորից եմ ասում, չեմ պատկերացնում, որ հիմա Իրանը ժամանակ եւ ռեսուրս ունենա, որ այնտեղ նստեն մտածեն, ասեն, այ Հայաստանը վատ բան արեց, ինչ պատասխանենք Հայաստանի վատ բան անելուն։ Հաստատ հիմա Իրանում երևի 100 հատ ավելի կարևոր հարց կա եւ այս ինչ անել Հայաստանին կամ չանելը երևի 101-րդ տեղում է։ Տեսեք, Արաբական Էմիրությունները հայտարարություն արեց, արտգործնախարարությունը հայտարարություն արեց, որում ասվում էր, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրելու, թույլ չեն տալու օգտագործել Իրանի դեմ։ Արդյոք Հայաստանի իշխանությունների կողմից հատկապես նման հայտարարություն կամ նման հավաստիացումների կարիք չկա, որովհետև մեզ համար դա կենսական նշանակության սահման է, հարևան պետություն է, որի հետ ունենք կենսական խնդիրներ։ Արդյոք դրա կարիքը չկա, ինչու Հայաստանի իշխանությունները նման հայտարարությամբ հանդես չեն գալիս, նման հավաստիացումներ չեն անում, որտեղ դա շատ կարևոր է։ Եթե անկեղծ ես վստահ չեմ, որ նման հայտարարությունը օգտակար կլիներ, որտեղ տեսեք, եթե դու նման հայտարարություն անում ես, դա նշանակում է, որ ինչ-որ տեսականորեն նման հնարավորություն կար, կամ գուցե դա քննարկվել էր, հիմա դու հերքում ես։ Հիմա պարզ է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ինչու են դարել, որովհետև այնտեղ ամերիկյան զորքեր կան եւ իրենք Միացյալ Նահանգների դաշնակիցն են։ Նույնը վերաբերում է Քաթարին եւ Սաուդյան Արաբիային։ Եվ մենք գիտենք, օրինակ, երբ որ Իրանը հրթիռներ էր արձակում Իսրայելի դեմ, թե 2024-ին այդ կարճաժամկետ բախումների ժամանակ եւ թե նաեւ 2025-ի հունիսի 12-օրյա պատերազմի ժամանակ, որոշ դեպքերում նաեւ հենց արաբական պետություններից ամերիկյան կորտանիչներն էին օդ բարձրանում, որպեսզի այդ հրթիռներին հարվածեն։ Այսինքն, այսպես ասենք, արդեն կա փորձ, որ արաբական տարբեր պետություններ այս կամ այն ձևով օգտագործվել են Միացյալ Նահանգների կողմից Իրանին հարված հասցնելու համար։ Հիմա եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարել, որ երբեք թույլ չի տա, դա կարող է նաեւ ընկալվել, որ ուրեմն առնվազն ինչ որ քննարկումներ եղել են։ Հետեւաբար չգիտեմ, հիմա նման հայտարարությունը իրանցիներին կլինի դրական ազդակ, թե իրանցիները կասեն, օ, փաստորեն ամերիկացիները արդեն Հայաստանին էլ են մոտեցել այդ հարցով եւ իսկ հիմա գիտենք, որ ցավոք սրտի քաղաքականությունը այնպեսին է, հատկապես 21-րդ դարում, որ այսպես ասենք հրապարակային հայտարարություններին ոչ ոք չի հավատում։ Այսինքն ոչ ոք չի հավատում, որ դու ասում ես թույլ չեմ տա, մարդիկ ասում են հրապարակային կասես թույլ չեմ տա, բայց իրականում ինչ կանես թե չես անի, չգիտեմ։ Դրա համար նման պաշտոնական հայտարարությունը ես վստահ չեմ ինչպես Իրանում կընկալվի, որ իրոք այո, մենք ապահով ենք նաև Հայաստանից, թե կընկալվի, որ փաստորեն ունի Հայաստանում էլ կոպիտ ասած հարցը քննարկվել է թույլ տանք թե թույլ չտանք, որ մի հատ էլ իրենք հրապարակային հայտարարում են։ Քանի որ ֆորմալ մեր հարաբերությունները Իրանի հետ միշտ բարեկամական են եւ տարբեր հայտարարություններ, եթե նայում ենք սկսած արգոսնախարարից վերջացած այլ բարձրաստիճան պաշտոնյաներով, չէ՞ միշտ նշվում է, որ նույնիսկ այս դեսպանի հայտարարությունից հետո, չէ՞, նաև վարչապետը ասեց, որ մենք երբեք Հայաստանը չի դառնա տարածք, որտեղ Իրանին կարող է սպառնալիք լինել եւ այլն, դրա համար դուք հավատում եք։ Կներեք, էլի Փաշինյանի նախ որևէ հայտարարություն չի համապատասխանել իրականությանը, դեռիվ հակառակն է եղել, եւ ես հիմա վստահ չեմ, որ հաշվի առնելով այն քաղաքական արտաքին քաղաքական զարգացումները, ես վստահ չեմ, որ Հայաստանի իշխանությունները չեն գնա դրան։ Իշխանություն պահպանելու, իրենց իշխանությունը պահպանելու ամեն քայլի կարող են գնալ։ Տեսեք, ինչպես ասում են, տեսականորեն ոչինչ չես կարող բացառել, հատկապես 2026 թվականին, որտեղ այնպիսի բաներ են լինում, որ նույնիսկ 6 ամիս առաջ որևէ մեկի մտքով չեր անցնում, որ օրինակի համար հիմա տեսեք, Միացյալ Նահանգները խոսում այն մասին, որ լավ, եթե ամբողջ Կանադան չենք վերցնում, ուրեմն մենք կվերցնենք Ալբերտան, որը նահանգ է, որտեղ տեղակայված է Կանադայի նավթի եւ գազի 80 թե 90%, ասենք մի տարի առաջ թվում էր աբսուրդ, չէ՞ որ Ամերիկան կարող է ասել, դե կամ ամբողջ Կանադան են վերցնում, կամ Կանադայի նահանգը։ Հետեւաբար հիմա հավատալ չհավատալու հարց չի, մանավանդ իսկ քաղաքականությունը հավատալու չհավատալու խնդիր չի, բայց ամեն դեպքում հիմա եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարություն ունի, որ իմ տարածքը երբեք չի օգտագործվի, նորից եմ ասում, դա կարող է ընկալվել նույնիսկ ակտարկ այն մասին, որ նման քննարկումներ կան։ Միջդեռ օրինակի համար գոնե իմ տրամաբանությամբ ես
Եվ բայց այդ եթե պարզ խոսենք, այսինքն Հայաստանի տարածքը ինչպես էլ կարող է օգտագործվել, որովհետև ամերիկացիները եթե հարված են կամ հարվածելու են թևավոր հրթիռներով իրենց ռազմանավերից, որոնք ուղղակի կարող են Իրանի տարածք հասնել, կամ օգտագործելու են այդ ավիակիրների վրա ինքնաթիռները, կամ ծայրեղ դեպքում կարող են օգտագործել իրենց այն ուժերը, որոնք տեղակայված են Բահրեյնում, Քաթարում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հետևաբար նույնիսկ տեսականորեն բարդ են պատկերացնում, թե ընդունենք ամերիկյան ռազմական պլանավորողները մտածում են էլ որտեղից կարելի է Իրանին խփել, մի քիչ բարդ են պատկերացնում Հայաստանի տարածքի օգտագործումը, էլ չեմ ասում, որ ֆորմալ ամեն դեպքում Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ի անդամ է, այստեղական ռուսական ռազմական եւ այլն։ Մի խոսքով Հայաստանի տարածքի օգտագործման հավանականությունը Իրանի դեմ որևէ ռազմական գործողությունների համար, եթե անկեղծ իմ գնահատմամբ այս պահին մոտ է 0-ի։ Չասեմ 0, որովհետեւ ինչպես դուք նշեցիք եւ ես էլ ասացի, ոչինչ մի բացառիր, բայց որ զգալիորեն դա մոտ է 0-ին, երևի թե այդտեղ ես կհամաձայնվեմ։ Դե իհարկե նաև հիշում ենք, որ Արցախից մեր օկուպացված տարածքներում Ադրբեջանը եւ Իսրայելը ահռելի քանակությամբ զենք զինամթերք են կուտակել, սա եւ նաեւ օթանավերը կան, որ հերթով Ալիևը շատ ուրախ բացում է, չէ՞, Ֆիզուլիում կա, Զանգելանում կա, Լաչինում կա, մի տարածքներ, որտեղ ընդամենը մի քանի հազար մարդ է ապրում եւ տնաբանորեն հարց է առաջանում, ընդ որում այդ օթանավականները տարօրինակ բավականաչափ Իրանի սահմանին մոտ են եւ հարց առաջանում ինչու մի տարածքում, որտեղ մի քանի հազար մարդ է ապրում, առայժմ, որտեղ նույնիսկ մի օթանավակայանի կարիք չկա։ Ադրբեջանը բացել է 3 օթանավակայան։ Դե բարի լուրջ կասկածներ կան, որ օթանավականները կարող են օգտագործվել առնվազն Իրանի դեմ հետախուզական գործունեություն իրականացնելու համար։ Չեմ ասում հարվածների, գիտեք 2015-ի հունիսին նաև Իրանում այդ հարցները ակտիվորեն քննարկվում, որ այո, որոշ հարվածներ եղել են նաև Ադրբեջանի տարածքից կամ առնվազն օգտագործվել է Ադրբեջանի օթային տարածքը։ Ադրբեջանը դա հերքեց, հիմա ճիշտը մենք բնականաբար երբեք չենք իմանա, բայց առնվազն եթե լիներ Թեհրանում, այսպես ասենք, ես 50 անգամ ավելի բարձր կգնահատեի հավանականությունը, որ Ադրբեջանի տարածքն այս կամ այն կերպ օգտագործվելու, քան թե Հայաստանի տարածքը, շեշտում եմ 50 անգամ։ Չէ, դա էլ կա իհարկե Իրանից տարբեր պաշտոնյաներ բազմիցս Ադրբեջանին մեղադրել են ուղիղ հենց 12-օրյա այդ պատերազմում Իրան-Իսրայել այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից տարածք տրամադրելու համար հարվածների համար։ Ինչպես ես նշեցի, նույնիսկ այդ Ռայսի ուղղաթիռի անգում էլի անուղղակիորեն ենթադրվում էր, որ գուցե իսրայելցիները օգտագործելով այն հանգամանքը, որ ուղղաթիռը Ադրբեջանի տարածքում է, ինչ որ կերպ ազդել են այդ ուղղաթիռի նավագայության համակարգերի վրա, ոչ թե ասում, այսինքն այս քննարկումները կան եւ այս առումով կրկնեմ։ Իսկ օրինակ բազմակի անգամ ավելի հավանական է, որ Ադրբեջանի տարածքը կօգտագործվի, Հայաստանի տարածքի օգտագործման հավանականությունը ես գնահատում եմ գրեթե 0։ Չեմ ասում 100% 0, որովհետեւ ինչպես ասեցի, ներկայիս աշխարհում երբեք մի ասա երբեք։ Քաղաքագետ Վահե Դավթյանը Անակոնդայի մեթոդի մասին էր խոսում, որ այս TRIP-ի ծրագրով նաև դիտարկվում է Իրանի շուրջ ուղղակի սեղմելու ռազմավարությունը, այսինքն դա այդ ռազմավարության մաս է։ Հիմա իսկ հնարավոր է Իրանի սահմանի հետ կապված, օրինակ հայ-իրանական սահմանի հետ կապված արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, ինչ որ պայմաններ դնեն մեր առաջ։ Դա էլ բավականին բարդ հարց է, տեսեք։ Մի բան հստակ է, որ TRIP-ը նաև աշխարհակահաղական ծրագիր է։ Եթե չասենք միայն աշխարհակահաղական, այսինքն TRIP-ը ունի միայն տնտեսական կոմպոնենտ, ինձ թվում է սրանում համաձայն են բոլորը, ովքեր զբաղվում են տարածաշրջանով, զբաղվում են աշխարհակահաղականությամբ կամ աշխարհատնտեսությամբ։ TRIP-ը նաև աշխարհակահաղական կոմպոնենտ է եւ նա ունի բացառապես տնտեսական կոմպոնենտ։ Հիմա այդ աշխարհակահաղական կոմպոնենտը մի քանի ենթաճյուղերից է բաղկացած։ Առաջին, ստեղծել կապ Կենտրոնական Ասիա եւ Թուրքիայի միջև կամ Կենտրոնական Ասիա եւ Եվրոպա, բայց առաջին հերթին Կենտրոնական Ասիա-Թուրքիա կապն է եւ այստեղ կա այդ թուրքական պետությունների կազմակերպություն, թուրքական աշխարհ եւ այլն։ Թուրքիայի եւս մեկ անգամ ասեց Զանգեզուրի միջանցքը լավագույնս կապում է կարճ, արագ կապում է թուրքական աշխարհի հետ։ Նույնիսկ երեք Էրդողանը, երբ Ուզբեկստանի նախագահի հետ էր հանդիպում Անկարայում, էլի խոսեց թուրքական աշխարհի մասին, ասեց, որ այո, 21-րդ դարում թուրքական աշխարհը պետք է լինի, այսպես ասենք, այս ձևավորվող բազմաբևեռ աշխարհի առանձին կարևոր բևեռ, իսկ բնականաբար դա անհնար է առանց Կենտրոնական Ասիայի, միայն Թուրքիան չի կարող, մի խոսքով կոմպոնենտ համար 1 աշխարհակահաղական։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում այդպիսի պարգևի արժանացրեցին, Ալիևին էին մեկ էլ տվել թուրքական աշխարհի կարևոր պետություններից մեկը, խնդրեմ։ Կոմպոնենտ համար 2, եթե թուրքական աշխարհը անում ենք, բնականաբար այստեղ կա Իրանի հարցը, այսինքն քանի դեռ Իրանը չի դարձել պրոարևմտյան, այսպես ասենք, բնականաբար կա նաև Իրանի հարցը, դա կոմպոնենտ համար 2-ն է, եւ կոմպոնենտ համար 3, ինչքան էլ իհարկե հիմա բարդ է հասկանալ ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ վերջին հաշվով ինչ է, փորձում են ռուսների հետ պայմանավորվել, ռուսներին մի քիչ Եվրոպայել Չինաստանից թե չեն փորձում, դա իրոք շատ բարդ է հասկանալ, բայց ինձ թվում է կա նաև երրորդ կոմպոնենտը, որ
ամեն դեպքում Հարավային Կովկասը միշտ ընկալվել է որպես ռուսական ազդեցության գոտի։ Քանի որ նաև Ռուսաստանը Կովկասյան պետություն է, Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի կազմում է եւ Հարավային Կովկասում էլ 200 տարի ռուսները թիվ 1 արտաքին ուժ են եղել։ Իսկ մե երրորդ կոմպոնենտը նաև, այսպես ասենք, ինչ որ ձևով ռուսական ազդեցության նվազումն է։ Հետեւաբար բնականաբար 3 աշխարհակահաղական կոմպոնենտ եւ դրանցից մեկը իհարկե Իրանի հարցն է։ Քանի դեռ Իրանը համաձայն եմ, չնայած մի փոքր տեսեք, որտեղ սկզբում խոսում էին, որ միջին միջանցքը պետք է Չինաստանը կապի Եվրոպայի հետ։ Դե միջին միջանցքը էլ ասվում է հենց։ Այո, բայց եթե վերջին 1-2 տարում նայեք հրապարակումներ, վերլուծություններ, նույնիսկ համաշխարհային բանկ, արժույթի միջազգային հիմնադրամ, հիմա արդեն Չինաստանը աշտարաբար մղում է երկրորդ պլան։ Հիմա արդեն միջին միջանցքը խոսում են հիմնականում կենտրոնական Ասիա Եվրամիություն, իսկ առավել նեղ իմաստով կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Թուրքիա։ Հետեւաբար մի փոքր այս Չինաստանի շահագրգռվածությունը միջին միջանցքի հետ կապված այնքան էլ հստակ չէ, վերջին հաշվով չինական ապրանքները հիմնականում նախ Եվրոպա գնում են ծովով, երկրորդ կա արդեն ծովային նոր ճանապարհ, այդ հյուսիսային ծովային ճանապարհ, այսինքն այդ Արկտիկ Ռուսաստանի ափերով, որ Չինաստանից վերևից բարձրանում ոչ թե ներքև եւ Ռուսաստանի ափերով գնում ես եւ էլի հասնում ես Համբուրգ կամ Հոլանդիա, Ռոտերդամ կամ այլ նավահանգիստներ եւ վերջին հաշվով եթե կա նաեւ ցամաքային ճանապարհ, ապա ամեն դեպքում դեռևս գործում է Չինաստան, Ռուսաստան, Բելարուս, Լեհաստան, Գերմանիա ճանապարհը, բայց այն որ միջին միջանցքը բնականաբար նորից եմ ասում, կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար է եւ TRIPS-ն էլ ունի նաեւ աշխարհակահաղական կոմպոնենտ, այսպես ասենք, չեմ պնդում միայն աշխարհակահաղական, բայց TRIPS ունի նաեւ էական աշխարհակահաղական կոմպոնենտ։ Եվ այս նշեցյան 3 հիմնական ենթաճյուղերը։ Ամանորից առաջ արտգործնախարար Ադրբեջանի Բայրամովը ասուլիս տվեց եւ նա երկու պայմաններ առաջ քաշեց, նույնիսկ ասելով, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն ժամանակ, երբ որ Հայաստանը ոչ միայն սահմանադրությունը փոխի Հայաստանի, իշխանությունները փոխեն սահմանադրությունը, ինչպես պայմանավորվել են, եւ նաեւ TRIPS-ով ստանձնած պարտավորությունները կատարի։ Ես փորձել եմ տարբեր մասնագետների հետ խոսել, ինչ նոր պարտավորությունների մասին է խոսքը, ինչ էր ակնարկում Բայրամովը, ինչ նոր պարտավորություններ են ստանձնել Հայաստանի այս իշխանությունները։ Տեսեք, նախ խաղաղության պայմանագիրի մասին մենք մի քանի անգամ այստեղ քննարկել ենք, որ իմ գնահատմամբ Ադրբեջանը զրո ցանկություն ունի ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ես համաձայն եմ։ Եվ ես մի քանի անգամ նշել եմ, որ այնինչ Ադրբեջանը ասում է սա արեք, որ ստորագրեմ, դա ոչ թե նախապայմանն է, այլ ընդհանրապես պատրվակ։ Եվ մենք նաև քննարկել ենք, որ շատ հավանական է, որ այդ լինի ոչ թե մեկ պատրվակ համանդրության փոփոխություն, այլ դրան ավելանա եւս երկրորդը, եւ դա տեղի ունեցավ։ Դուք նշեցիք, որ հիմա արդեն ունենք երկրորդ նախապայման, բայց իրականում պատրվակ։ TRIPS-ի լիարժեք իրականացում, որում դա այնքան անորոշ հասկացություն է, որ կամ պարտավորությունների կատարում, ուզում եմ հասկանալ պարտավորությունները ստանձնել։ Նախ տեսեք, նա այնքան լղոզված հայտարարություն է, որ հիմա Հայաստանը կարող է ասել, ես չեմ ստանձնել կամ Հայաստանը կարող է ասել, ես ստանձնել եմ սա, Ադրբեջանը կասի, ոչ դու ստանձնել ես սա եւ սա, հետեւաբար մինչեւ սա էլ պետք է իրականացնես։ Այսինքն իմ համար հստակ է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու զրո ցանկություն ունի եւ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր, եթե նրան լրջորեն ստիպեն, ստիպողը պետք է լինի բավականաչափ ազդեցիկ պետություն, որը այս բանին չկա, որովհետեւ տեսեք, նույնիսկ Տրամպը, իսկ Ամերիկան եւ Տրամպը հասկանալի է, որ այսօր աշխարհում տեսեք իրենք ինչպես են պահում, նույնիսկ Տրամպը փաստորեն հասավ նրան ընդհանրապես, որ պայմանագիրը նախաստորագրվեց, որը իրականում ոչ մի բան է։ Այս նախաստորագրված պայմանագիրը կարող է 50 տարի մնալ նախաստորագրված, հետո պայմանագիրի մասին մոռանան։ Հիմա վերադառնանք TRIPS-ին եւ ավելի կոնկրետ այդ 6 էջանոց փաստաթղթին, որը հրապարակվեց կարծես թե 2026-ի հունվարի 13-ին։ Այսպես ասենք, TRIPS-ի իրականացման շրջանակ կամ TIF, TRIPS Implementation Framework։ Տեսեք, ես բնականաբար հետևել եմ ադրբեջանական հրապարակումներին եւ նաեւ գիտեք տարբեր շփումների մեջ եմ տարբեր ադրբեջանական փորձագետների հետ, այսպես կոչված այդ track to diplomacy տարբեր հարթակներում։ Տեսեք, ադրբեջանցիների կարծիքը այդ 6 էջանոց փաստաթղթի մասին։ Իրենք ասում են, որ այդ փաստաթուղթը իրենց պահանջները բավարարել է մասամբ։ Եվ հիմա փորձեմ բացատրել, թե ինչ նկատի ունեն եւ որն է, որ իրենք այնքան էլ բավարարված չեն։ Իրենք ասում են այն մասը, որը փաստացի ֆիքսում է, որ ադրբեջանցիները, մարդիկ, չգիտեմ, բեռնատարի վարորդներ, քաղաքացիներ, գնացք եւ այլն, սահման անցնելուց, Սյունիքով անցնելուց, փաստորեն հայ պաշտոնյաների հետ ֆիզիկապես չեն շփվելու, այո, դա մեր հիմնական մի քանի պահանջներից մեկի լիակատար բավարարումն է։ Մենք տեսանք այդ front office, back office, այո։ Հիմա կամ այնտեղ կլինեն այդ մասնավոր ընկերության, որոնք երևի կլինեն ոչ Հայաստանի քաղաքացիներ, գիտեք նաև որ քննարկում են որ գուցե ընդհանրապես մարդիկ չեն լինի, այսինքն ամեն ինչ կլինի ավտոմատացված։ Բիհոդկով այստեղ ադրբեջանցիները ասում են, որ այո, մեր պահանջները բավարարված են։ Սակայն Ադրբեջանի երկրորդ հիմնական պահանջը այդ անխոչնդոտ անցման վերաբերում է նրան, որ Հայաստանը ընդհանրապես պետք է տեղեկացվի
ովքեր են անցնելու եւ ինչ բեռներ են անցնելու Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան։ Բայց Հայաստանը չպետք է իրավունք ունենա որոշումներ ընդունել այս կամ այն անձի կամ բեռների անցման վերաբերյալ։ Դա Ադրբեջանի երկրորդ պահանջն էր եւ Ադրբեջանը այդպես էր հասկանում անխոչնդոտ անցումը, որը գիտեք կա նաեւ Վաշինգտոնյան հռչակագրում, unimpeded access։ Միջդեռ եթե մենք կարդում ենք այդ 6 էջանոց փաստաթուղթը, այնտեղ հստակ նշված է, որ այսպես կոչված back office-ը կամ Հայաստանի պետությունը ինքը լիարժեքորեն պահպանում է որոշում ընդունելու հնարավորություն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը վերջին հաշվով ընդունենք այսպես, եթե XY ազգանունով ադրբեջանցին ցանկանում է Հայաստանի տարածքով Ադրբեջանից անցնել Նախիջևան, ըստ Ադրբեջանի պատկերացրած անխոչնդոտ անցման, ընդամենը Հայաստանին տեղեկացնելու են, որ գիտես ինչ կա, XY անուն ազգանունով ադրբեջանցին Հայաստանի տարածքով անցնելու է։ Հայաստանը տեղեկացվելու էր, բայց իրավունք չէր ունենալու ասել, որ այս կամ այն պատճառով եղբայրը չեմ ուզում թույլ տալ, որպեսզի այդ ադրբեջանցին անցնի։ Դա Ադրբեջանի պահանջն էր եւ Ադրբեջանի պատկերացրած անխոչնդոտ անցումը։ Եթե կարդում ենք այդ 6 էջանոց թրիփի իրականացման այդ շրջանակը, այնտեղ հստակ գրված է, որ Հայաստանի իշխանությունները ունենալու են հնարավորություն որոշումներ ընդունել անցման թույլ տրման կամ թույլ չտրման։ Հիմա երբ խոսում ենք ադրբեջանցիների հետ, դրանք ասում են, որ այս երկրորդ հարցում իրենք այս փաստաթղթից բավարարված չեն, որտեղ եթե առաջին պահանջը բավարարվել է ամբողջությամբ, այսինքն մենք չենք տեսնի հայ երես, ապա երկրորդ պահանջը, որ Հայաստանը պետք է ունենա 0 իրավունք ասելու, որ այս մարդը կամ այս բեռը չպետք է անցնի, դա բավարարված չէ։ Եվ երբ որ ադրբեջանցիներն ասում են, օքեյ, լավ, դուք ենթադրենք բավարարված եք 50 կամ 70% օրինակի համար։ Հիմա ինչ եք անելու։ Իրենք ընդհանրապես ասում են, որ տեսեք, այդ հունվարի 13-ին հրապարակված փաստաթուղթը առայժմ չունի իրավաբանական ուժ։ Եթե հիշում եք, այն փաստաթղթի առաջին բառերը այսպեսին են։ Այո, որ սա չի առաջացնում իրավական հետևանքներ։ Ենթադրվում է, որ ամեն դեպքում ի վերջո, երբ որ եթե այս ամենը դառնում է իրականություն, պետք է ստորագրվեն արդեն իրավաբանական ուժ ունեցող պայմանագրեր։ Հիմա դա կլինի Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ենթադրում եմ, կամ երբ որ այդ trip company-ին գրանցվի, այդ trip company-ի եւ այլ ընկերությունների միջև։ Ինչքանով ես եմ հասկանում, Ադրբեջանը ակնարկում է, որ քանի դեռ այդ իրավական ուժ ունեցող պայմանագրերը չեն ստորագրվել, Ադրբեջանը փորձելու է առաջին հերթին ամերիկացիների հետ բանակցությունների միջոցով հասնել նրան, որպեսզի այդ 6 էջանոց փաստաթղթի այն կետը, որը իրենց այնքան էլ չի բավարարում, այսինքն ըստ իրենց պատկերացման իրենք հիմա չեն ստացել 100% անխոչնդոտ անցում։ Եվ իրենք դա են առաջ բերում, իրենք ասում են, բայց Վաշինգտոնյան հռչակագրում գրված է անխոչնդոտ անցում։ Միջդեռ այդ 6 էջանոց փաստաթուղթը չի ընդհանրում 100% անխոչնդոտ անցում։ Իրենք ասում են, որ մենք փորձելու ենք նախքան իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ստորագրումը, փորձել ամերիկացիների հետ բանակցություններով հասնել նրան, որ այդ իրավական ուժ ունեցող փաստաթղթերում ամրագրվի իրենց պատկերացրած 100% անխոչնդոտ անցումը։ Միայն դա են նշում, որ իրենց բանը չի բավարարում։ Այս պայմանությամբ գոնե այն իմ շփումներում դե բնականաբար ես հիշում եմ ադրբեջանցի փորձագետը, որ հիմնական խոսող գլուխներից է Ֆարխադ Վահրամ Մամեդով։ Այո, որին բերեցին տարան շփվում են ակտիվորեն, քարոզչությունը տարածվում է նաև այստեղ։ Նա հենց ասում էր բառացիորեն, որ ասում էր, ուրեմն իմացեք, Սաֆարովի օրինակով էր բերում, ասում էր, Սաֆարովը խնդիր ունի, չէ, Հայաստանում, այս Սաֆարովը պետք է անխոչնդոտ գա եւ գնա։ Ինքը ասում էր, բայց ես նաև նկատում եմ ադրբեջանցիների մոտ, իրանք այդպես թեթև ինչ որ բաների վրա կարող է իբրև դժգոհ են, իբր կիսատակ կատարվել իրանց բան ուշադրությունը շեղեն, բայց մեծ հաշվով իրանք ստացել են այն ինչ որ ուզում են, պարոն Պողոսյան, իրենք ավելին 26% այդ փշրանքները ստանալով Հայաստանը կարողանալու է Միացյալ Նահանգներին 74% բաժնեմաս ունեցող ինչ որ բան թելադրել որոշումների վրա ազդել, որքան էլ գրած է որ բան է ինքնիշխանություն, ինչքան ուժ ունեն գրել են ամեն տողի վրա անը եղաշատ է, էլի ավելացրել, բայց դրանից ինքնիշխանությունը չի ավելանում, հա բայց կարողանալու է Հայաստանի իշխանությունը ասել բան Ամերիկայի իշխանությունը ոչ։ Տեսեք, այսօր աշխարհում հավատացում եմ, եթե նույնիսկ այդ trip company-ն լինել 100% հայկական բաժնեմասով, էլի Հայաստանի իշխանությունը, Ամերիկան իշխանությունը ոչ չէր ասի։ Մանավանդ հիմա մենք տեսեք բոլորը ասում են, որ մենք ապրում ենք ջունգլիներում, ջունգլիների օրենքով։ Ցավոք սրտի մեր համար Հայաստանը ոչ առյուծ է, ոչ էլ վագր։ Բոլորը հասկանում են Հայաստանի վիճակը, փոքր պետություն, այն էլ վերջի 5 տարում ինչին է նման, էլի այս վիճակով։ Ես դրա համար կասեմ փոքր պետություն, երկու պարտություն վերջին 5 տարում, նկատում եմ 2020-2023 եւ նաեւ 2022-ին տարածքների կորուստ։ Հիմա հետեւաբար ակնկալել, որ ջունգլիների աշխարհում Հայաստանը ընդհանրապես կարող է
Ամերիկայի Միացյալ Նահանգներին ոչ ասել, դրա համար իմ գնահատմամբ նույնիսկ այս տոկոսները իհարկե իրավական առումով կարևոր են, 74, 26, չնայած եթե պարզ ասեմ իմ գնահատմամբ, լավ ընդունենք ամերիկացիները առաջարկելու են, ասելու են ոչ թե լինելու է 74-26, այլ պետք է լինի 90-10։ Օրինակի համար եմ ասում։ 90-ը պետք է լինի Միացյալ Նահանգներինը, 10-ը պետք է լինի Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ բարդ եմ պատկասում, որ այսինքն ինչ Հայաստան ասել է ոչ, կամ նույնիսկ հակառակն եմ ասում, եթե նույնիսկ բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Հայաստանին, բայց քանի դեռ ամերիկացիները այստեղ կան եւ տարածաշրջանով հետաքրքրված են, քաղաքական իմաստով մենք բնականաբար Միացյալ Նահանգներին ոչ ասել չեն կարող, որտեղ նորից եմ ասում, եթե դու ջունգլիում ես, իսկ դու բավականաչափ փոքր ես, իսկ Միացյալ Նահանգները, չգիտեմ, թիվ 1 առյուծն է, հետեւաբար առնվազն դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի առյուծը քո վրա չբարկանա, ճակերտավոր ասած։ Եվ իսկ նաեւ Հայաստանի եւ իդեպ նաեւ ոչ միայն Հայաստանի, տեսեք, հիմա Թրամփը ստեղծեց այդ խաղաղության խորհուրդը։ Չնայած խորհուրդ բառն էլ հարաբերական է, որովհետեւ դա council-ներ խորհուրդ, board-ը մի քիչ ավելի բիզնես բան է։ Ընդ որում, որ այդ կանոնադրությունը կարդում ես, ասենք մեղմ ասած տարօրինակ է։ Այդտեղ նշված է, որ Թրամփը դառնում է այդ կազմակերպության նախագահ եւ նախագահը կարող է փոխվել միայն սեփական հրաժարականի դեպքում, այսինքն Թրամփը ստեղծել է ինչ-որ մի կառույց, որ նույնիսկ նախագահի պաշտոնը թողնելուց հետո մինչեւ իր մահը ինքը կարող է լինել ինչ-որ կառույցի ղեկավար։ Իդեպ նաև չեմ բացառում, որ դա արել է, որպեսզի եթե դեմոկրատները հետ գան իշխանության, իսկ հիմա դեմոկրատները արդեն հստակ ասում են, որ եթե մենք եկանք իշխանության, Թրամփը պետք է դատվի եւ նույնիսկ արդեն ցանկ են կազմել, որ նա խախտել է, չգիտեմ, տասնյակ կամ հարյուրավոր օրենքներ։ Այո, չեմ բացառում, որ նաև այս խաղաղության խորհուրդը ստեղծվում է, որպեսզի Թրամփը մտածում է, որ դա կբարթացնի իր հանդեպ քրեական հետապնդումը, չէ՞, եթե ինքը լինի ինչ-որ կիսամակի նախագահ։ Բայց դա ոչ մի բան է, ինչ որ։ Ես ենթադրում եմ, կամ գուցե նաև այլ հավակնություններ կան, բայց հիմա հարց, ինչու այդ 20 քանի պետությունը, այս պետությունում շնորհիվ 25 պետություն է համաձայնվել։ Ինչու բոլորը համաձայնվեցին մտնել մի կազմակերպություն, որտեղ ինչ որ մեկը ինքն իրան հրճակում է ցման նախագահ։ Ասենք տրամաբանորեն թվում էր, որ մարդիկ պետք է ասեն մեղմ ասած այնքան էլ լուրջ չի։ Բայց ինչու համաձայնվեցին, այդ իմ ասած տրամաբանության մեջ, եթե դու ջունգլիներում ես ապրում եւ կա ինչ-որ սարսափելի հզոր առյուծ, որ ասում է սա պետք է անես, նա պետք է անես, դու մտածում ես լավ, քան այս առյուծը այստեղ է, լավ, ինչին համաձայնում եմ, ասեմ հա, հետո երևի հույս ունենք, որ ինչ-որ մի ժամանակ կամ առյուծը կթուլանա կամ առնվազն կփոխվի։ Հիմա եթե նույնիսկ ասենք Ինդոնեզիայի նման պետությունը եւ Հայաստանից շատ ավելի հզոր պետություններ, այսինքն Թրամփը կամ Ամերիկայի զանգ են ստացել, ասել են պետք է դառնանք ինչ-որ անհասկանալի կազմակերպության անդամ, ասել են այո, ինչու են ասել այո, դե նորից եմ ասում, չեն ցանկանում ասել ոչ Թրամփին, որտեվ չգիտեն, հիմա եթե ասես ոչ, կասի 100% մաքսատուրք, 300% մաքսատուրք կամ ընդհանրապես կասի ես իմ հատուկ ժոկատայինին ուղարկում եմ նախագահային առևանգում հետ եմ բերում Միացյալ Նահանգներ, որտեղ պարզվել է, որ Նյու Յորքում նրա դեմ ինչ-որ քրեական գործ կա։ Այսինքն այս պայմաններում եթե շատ ավելի ուժեղ պետություններ, այսպես ասենք, փորձում են սիրաշահել եւ նույնիսկ Թրամփի կամ Թրամփի վարչակազմի ոչ այնքան հստակ եւ մի քիչ տարօրինակ ցանկություններ իրականացնել, այսինքն մենք ակնկալում ենք, որ Հայաստանը ինչ որ ձևով պետք է Միացյալ Նահանգներին դիմադրի, հետեւաբար իմ գնահատմամբ, եթե քաղաքական կոմպոնենտով ենք նայում, նույնիսկ ընդհանրապես կարևոր էլ չի։ Բայց ոչ 74%-ն է ամերիկացիներինը, 80%-ն է ամերիկացիներինը, թե ընդունենք 90%-ը հայերին է։ Լավ, հակառակ ասենք։ Պատկերացրեք այս Trip Company-ն գրանցվում էր եւ Հայաստանը ունի 99% բաժնված։ Բայց ամեն դեպքում ամերիկան ներգրավվածություն կա, չէ՞։ Եվ օրինակի համար ինչ որ ձեր ասած օրինակով են բերում X մարդը պետք է այդ Trip-ով անցնի Ադրբեջանից Նախիջևան։ Եվ եթե Ամերիկայից գա, այսպես ասենք, խնդրանք, որ գիտեք ինչ կա, մենք հասկանում ենք, որ այս մարդը Հայաստանում խնդիրներ ունի, բայց դուք այնպես արեք, որ այս մարդը պետք է Հայաստանով անցնի։ Օրինակ ես չեմ կարծում, որ նույնիսկ եթե Հայաստանը ունենար 99% այդ ընկերությունում բաժնեմաս, Հայաստանը պետք է ամերիկացիներին ասել, դե գիտեք ինչ կա, ինքս մեր օրենքներին դեմ է, հետեւաբար դուք ինչ ուզում եք ասեք, ոչ, այս մարդուն մենք կալանավորելու ենք։ Եթե բնականաբար ամերիկացիներին ասեին, որ այս մարդուն չպետք է կալանավորել, ընդհակառակը պետք է, չգիտեմ, հա լիմուզին ուղարկեք, դիմավորեք Սյունիքի սահմանին, լիմուզինով տեղափոխեք Նախիջևան, քանի դեռ մենք ապրում ենք այս ջունգլիների աշխարհում եւ ամերիկացիները այստեղ են, բնականաբար Հայաստանը պետք է ասել իհարկե մենք ուղարկում ենք լիմուզին, ձեր ասած մարդը նստում է լիմուզին, Սյունիքով գնում է եւ հասնում է Նախիջևան։ Այս իրավիճակը կարող է փոխվել միայն մի դեպքում, իմ գնահատմամբ, նկատի ունեմ այս ամերիկյան այս վիճակը, երբ ամերիկացիները ասում են եւ Հարավային Կովկասում Հայաստանն էլ Ադրբեջանն էլ իհարկե ամեն մեկը ինչ-որ բան փորձում է փոխել, բայց հիմնականում ասում են ամերիկացիներին այո։ Սա կարող է փոխվել միայն մի դեպքում, եթե այս ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումից հետո, եթե այս բանակցային գործընթացը հաջողությամբ լինի, հետո ռուսները եւ ամերիկացիները պայմանավորվեն նաեւ հետխորհրդային տարածաշրջանի այլ տարածքների վերաբերյալ։ Այդ դեպքում, եթե օրինակի համար լինի արդեն ռուս-ամերիկյան պայմանավորվածություն, որ չէ, օրինակ սրանից հետո ոչ թե ամերիկացիներն են ասելու, չգիտեմ, Trip-ով ով գնա գա,
իրականում։ Ես չեմ ասում այնինչ իրավական գրված է, բնական է Հայաստանը իրավունք ունենա եւ այլն, բայց ընդունենք բացառություն։ Իմ ասած դեպքը։ Ամերիկացիները ասում են, որ գիտեք ինչ կա, մենք հասկանում ենք, որ այս մարդու կամ այս բեռի անցումը ձեր համար կարեւոր չի, բայց քանի որ մեր համար շատ կարեւոր է, խնդրում ենք աչք փակեք։ Ներկա պայմաններում բնականաբար Հայաստանը պետք է աչք փակի։ Այս իրավիճակը կարող է փոխվել, եթե ռուսներն ու ամերիկացիները պայմանավորվում են, որ չէ, ռուսներն են այստեղ դեր ունենալու, կամ օրինականորեն ռուսները ավելի շատ դեր են ունենալու։ Այդ այդ պայմանավորությունը լինի, այդ դրանից հետո կոպիտ ասած Հայաստանին կտեղեկացնեն, որ սրանից հետո արդեն, այսպես ասենք, այս հարցում ասողը լինելու է ոչ թե Ամերիկան, այլ Ռուսաստանը։ Բայց այդ դեպքում էլ այդ Ռուսաստանից զանգեն ասեն, այս մարդը պետք է լիմուզինով դիմավորեք Սյունիք-Ադրբեջան սահմանին եւ տեղափոխեք Նախիջևան-Ադրբեջան սահման, մենք բնականաբար Մոսկվայից ազդակն ենք ասելու այո, ուղարկելու ենք լիմուզին, այդ մարդուն նստեցնենք լիմուզին, Սյունիքով տեղափոխենք մինչև Նախիջևան։ Որտեղ նորից եմ ասում, ընդհանրապես փոքր պետություն լինելը շատ բարդ է։ Հիմա, երբ որ արդեն բոլորը հստակացում են, որ ոչ թե կա իրավունքի ուժ, այլ ուժի իրավունք, իսկ ցավոք սրտի մենք փոքր եւ ոչ ուժեղ պետություն ենք եւ ախենամ դեռևս շատ երկար ժամանակ, այսպես ասենք, նույնիսկ միջին տերություն չենք դառնալու, օրինակ Թուրքիա կամ Սաուդյան Արաբիա կամ Իսրայել։ Հետաբար, այսպես ասենք, մենք պետք է փորձենք գոյատևել ինչ որտեղ այս խոշոր ուժերի հետ չակրտավոր ասած լեզու գտնելու ճանապարհով։ Հասկանում եմ, եթե տեսեք, եթե խոսում ենք խաղաղության խորհուրդ կոչվածի մասին, ինչպես դուք ասացիք, այո, դա վաղ չի լինելու։ Հիմա էլ օդ է ըստ էության, եւ Փաշինյանը ստացավ այդ աչքով տվող Թրամփը իրեն աչքով էր անում, ձեռքը ոտքին էր դրել, լուսանկարները ստացավ, նախընտրական բանով կօգտագործի։ Ալիևը սովորաբար գնում է եւ ինքը ինչ հետամուտ է լինում, այլ բաներ ստանալու, ինչպես օգոստոսի 8-ի ստորագրումից առաջ բանի ինքը էներգետիկ կառույցների հետ ամերիկյան ընկերությունների հետ շատ լուրջ պայմանագրեր կգրեց, չէ, ExxonMobil-ի ամենակարևորը հասավ Մինսկի խմբի լուծարման։ Այո, Մինսկի խմբի լուծարումը, տեսեք, Ալիևը ստացավ օգոստոսի 8-ին Մինսկի խմբի լուծարումը, որ չափազանց կարևոր է, Ալիևը ստացավ 907 բանաձևի չեղարկման հավանությունը, ճիշտ է, դա չափազանց կարևոր մեզ համար հարց։ Եվ Ալիևը ստացավ փաստորեն ExxonMobil ընկերության հետ խոշոր պայմանագիր։ Ալիևը ամեն ինչ ստացավ։ Մի հատ էլ էս թուղթը։ Մենք ինչ ստացանք։ Հիմա Սյունիքը մեր, այսպես ասած, ռազմավարական նշանակության առանցքային տարածքն է։ Ինքը, այսինքն, եթե Սյունիք չկա, Հայաստան չկա, ինչպես ասում են մասնագետները, հա։ Օրեր առաջ նույն խոսում են։ Կամ առնվազն կլինի Հայաստան արդեն 0 սուբյեկտայնությամբ։ Արամ Մարջանյանի հետ էի խոսում, էներգետիկ անվտանգության փորձագետ։ Մարդը ասում է, այսինքն վտանգը կախված է մեր Սյունիքի գլխին, այսինքն Հայաստանը դրա փոխարեն գոնե պետք է պայմաններ առաջ քաշեր։ Հիմա եթե այդ խաղաղության խորհուրդը կոնսուլային չկա, ինքը գոյություն չունի ու չկա։ Հիմա Թրամփը կգնա trip չի կոչվի, բայց ադրբեջանցիներն ու թուրքերը շարունակում են դա անվանել Զանգեզուրի միջանցք։ Այսինքն այդ ծրագիրը լինելու է, եթե նա փուչիկ է լրիվ, հիմա Թրամփը կլինի, թե չէ, սա շարունակվելու է։ Դրա համար եմ ասում, եթե հասկացանք պարտված ես, լավ, պարտված ես պիտի ոտքերը սրբեն վրադ, միգուցե հետ քաշվես, թողնես, որ գոնե, հա, գոնե մենք այդ վերջին բանը չկորցնենք, ինչ եթե դու ուզում ես ընտրվել, ինքը ստանում է ընտրվելու համար ամեն ինչ։ Տեսեք, այսպես գլուխը շոյելով Փաշինյանին, ստանում են ինչ ուզում են։ Մենք ինչ ենք ստանում։ Մենք ինչ ստացանք ռեալ գետնի վրա թրիփից։ Պարոն Պողոսյան, ինչ ենք ստացել։ Տեսեք, երկու բան կփորձեմ հակրշնել։ Ռիսկեր թե բաներ, ինչ ստացան։ Նախ դուք ճիշտ ասացիք, որ իհարկե Ադրբեջանը շատ ավելին է ստանում, բայց մի բան եկեք չմոռանանք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ցավոք արդեն լրիվ տարբեր քաշային կարգերում են եւ ոչ միայն նրա համար որ Ադրբեջանը հաղթել է Հայաստանին։ Հա, բայց իմ մեղքով չէ, հասկանում եք ինչ եմ ասում։ Պարտված չի նշանակում բան հատակի շոր։ Բայց այստեղ ոչ միայն խնդիրը պարտությունն է։ Չմոռանանք, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական գործընկերն է։ Ալիևը Դավոսում հանդիպում է Իսրայելի նախագահի հետ եւ մի քանի օր առաջ էլ Իսրայելի արտգործնախարարն էր Ադրբեջանում եւ շռայլում էր հսկայական դրական խոսքեր Ադրբեջան Իսրայելի ռազմավարական գործընկերն է, Իսրայելին օգնել է, ներդրումներ, հրյաները Ադրբեջանում ապրում են երջանիկ եւ այլն, իսկ բոլորս ենք հասկանում ինչ է նշանակում Իսրայել։ Ընդ որում նաեւ նույն Ամերիկայի հետ հարաբերություններում։ Պարզ չէ, հիմա Թրամփը ինչքան Իսրայելի հետ մոտ է, տարբեր լոբիզմ, ել չեմ ասում Ջարեդ Քուշներ եւ այլն։ Այսինքն մենք պետք է ընդունենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը արդեն տարբեր քաշային կատեգորիաներում են։ Ոչ միայն նրա համար որ Ադրբեջանը Հայաստանին հաղթել, այլ որտեղ Ադրբեջանը ունի ռազմավարական գործընկերություն Իսրայելի հետ, որ ընդհանրապես Հայաստանը չեմ ուզում հայմատել, եւ երկրորդ կա նաեւ Թուրքիան, որը իհարկե Իսրայելի նման այսպես ասենք հզոր գազան չէ, բայց ամեն դեպքում էլի շատ կարևոր պետություն է, այսինքն Ադրբեջանը հաղթել է Հայաստանին եւ Ադրբեջանը այսօր ունի Իսրայելի եւ Թուրքիայի լիարժեք աջակցությունը։ Դա արդեն
ցավոք սրտի մեր համար, եթե բռնցքամարտի լեզվով ասեմ, մենք եթե թեթև քաշային կարգում ենք, Ադրբեջանը ծանր քաշային կարգում է, եթե ֆուտբոլային լեզվով ասեմ, մենք եթե հիմա կոնֆերենցիաների լիգայում ենք, Ադրբեջանը չեմպիոնների լիգայում է։ Հետեւաբար բնական է Ադրբեջանը կարող է նաև ավելի շատ ստանալ։ Այսինքն նորից եմ ասում, սա կարող է շատ ցավալի է հնչում, բայց Ադրբեջանը հիմա այլ քաշային կատեգորիա խաղացող է, էականորեն Իսրայել պլյուս դիվանագիտական պարտության եւ ոչ միայն այդ Հայաստանի իշխանությունների քաղաքականության շնորհիվ, հա, Ալիևը այդտեղ է հայտնվել։ Մենք ունենք Սյունիք, այո, Ալիևը ունի նավթ Ադրբեջանը։ Մենք ունենք Սյունիք, չէ՞, մենք ունենք Սյունիք, հա, մենք ունենք տարածաշրջանում երկրներ, որոնք ունեն շահեր եւ որոնց համար Հայաստանի լինելիությունը կենսական օրակարգ է, չէ՞, որոնք հետաքրքրված է, որպեսզի Հայաստան պետություն լինի։ Թուրքիան ուզում է ջնջել այդ պետությունը։ Այստեղ վտանգը բա Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան էս երանկյունին, որ ձևավորվում է, ինչ վտանգ է մեզ համար։ Եվ մենք ինչ ենք անում, անընդհատ մեզ խփեն, հա, ասեն դուք պարտված եք, ինչքան ուժ ունեք նվաստացեք եւ մենք առանց Սյունիքի ինչ ենք անել։ Տեսեք, Սյունիքի մասով եւ Թրիփի մասով իմ գնահատմամբ վիճակը այսպեսին է։ Եթե Ադրբեջանը վերահսկում է եւ Արցախը ամբողջությամբ եւ Նախիջևանը, այսինքն կամ այսպես ասենք Հայաստանը չի վերահսկում ոչ Նախիջևանը, ոչ Արցախը, վիճակ, որը 2023-ի սեպտեմբերից եղավ, չէ՞, մինչեւ գոնե 23-ի սեպտեմբեր էլի Արցախում կար հայկական ներկայություն, ռուս խաղապաններ եւ այլն, բայց եթե վիճակը այնպեսին է, որ Ադրբեջանը վերահսկում է եւ Արցախը եւ Նախիջևանը, կամ Հայաստանը չի վերահսկում ոչ Արցախը, ոչ Նախիջևանը, ապա անհնար է, որ Ադրբեջանը չստանա առնվազն էականորեն հեշտացված կապ Սյունիքով դեպի Թուրքիա։ Դա իմ գնահատումը մոտավորապես նույնն է, ոնց որ ասենք, եթե ինչ-որ մարդ վարակվում է գրիպի ծանր վիրուսով, անհնար է, որ նրա ջերմաստիճանը չբարձրանա։ Այսինքն դա օբյեկտիվ իրականություն է։ Մենք ինչքան էլ ասես, ոչ, ես չեմ ուզում իմ ջերմաստիճանը բարձրանա, դա վիրավորում է ինձ, նվաստացնում է եւ այլն, փաստ է, եթե դու վարակված ես գրիպի վիրուսով, դու պետք է մի քանի օր ունենաս բարձր ջերմաստիճան։ Հիմա, եթե Հայաստանը չի վերահսկում ոչ Արցախը, ոչ էլ Նախիջևանը, ուրեմն Ա. Ադրբեջանը պետք է ստանա առնվազն հեշտացված անցում Սյունիքով դեպի Թուրքիա, եւ Բ. Քանի որ այդ հեշտացված անցումը միայն Հայաստան-Ադրբեջանով չի, այլ շատ ավելի մեծ աշխարհակահաղական process-ի մաս է, թուրքական աշխարհ եւ այլն, այդ հեշտացված անցման մեջ պետք է ներգրաված լինեն հզոր խաղացողներ։ Հիմա սա աքսիոմ է, եթե մենք չենք ուզում որ այսպես լինի, ուրեմն կամ մենք նորից պետք է վերահսկենք Նախիջևանը, կամ Արցախը, կամ երկուսը իրար հետ։ Քանի դեռ մենք ապրում ենք 2023 սեպտեմբերից հետո ստեղծված իրավիճակում, որտեղ Հայաստանը չի վերահսկում ոչ Արցախը, ոչ Նախիջևանը, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ունենալու է հեշտացված անցում դեպի Թուրքիա Սյունիքի տարածքով, եւ այդ հեշտացված անցման մեջ ներգրաված են լինելու նաեւ հզոր խաղացողներ, որտեղ այդ հեշտացված անցումը շատ ավելի հզոր process-ների մասին է, քան Հայաստանը։ Հիմա այստեղ մնում են ընդհանրապես երկու տարբերակ։ Ով պետք է, որ խոշոր պետությունը պետք է ներգրաված լինի այդ հեշտացված անցումով։ Կարդում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի այդ հայտնի հայտարարությունը, հասնում ենք 9-րդ կետին, այնտեղ նույնպես կա անխոչնդոտ անցում, որը Ադրբեջանը իր դեպով էր հասկանում մենք մեր, եւ այնտեղ գրված էր, որ անվտանգությունը կամ հսկողությունը իրականացնելու են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Այսինքն, լինելու էր առնվազն հեշտացված անցում, բայց ռուսական կողմի ներգրավմամբ։ Հիմա, քանի որ ռուսները Ա. սկսեցին պատերազմը Ուկրաինայում, Բ. չկարողացան այն արագ ավարտել, Գ. պատերազմը տևում է արդեն 4 տարի, ի վերջո ռուսական ներգրավվածությունը փոխարինվեց ամերիկյան ներգրավմամբ։ Էլի այնտեղ գրված է անխոչնդոտ անցում եւ այստեղ լինելու են ամերիկացիներ, բայց դրանից ռազմավարական հավասարումը չի փոխվում։ Քանի դեռ թե Արցախը, թե Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության ներքո են, անհնար է, որպեսզի Ադրբեջանը չունենա այդ հեշտացված անցումը եւ անհնար է, որ դա չլինի այլ խոշոր պետության ներգրավմամբ։ Հիմա դա պետք է լինի ռուսական ներգրավմամբ իմ նշած պատճառներով։ Իհարկե մենք կարող ենք ասել, որ նաև Հայաստանի իշխանությունը չէր ուզում, որ լիներ ռուսական ներգրավվածություն, բայց ես դες հավատացնում եմ, օրինակի համար, եթե չսկսվեր ռուս-ուկրաինական պատերազմ, կամ պատերազմը ավարտեր 1 ամսում Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնեին, Զելենսկին փախներ եւ Ուկրաինայում լիներ պրոռուսական նախագահ, հիմա Ուկրաինան լիներ Եվրասիական տնտեսական միության անդամ, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ եթե ամբողջ Հայաստանի 3 միլիոն բնակչություն ասեր, մենք չենք ուզում ռուսական ներգրավում այդ Սյունիքում, մենք ուզում ենք ամերիկան ներգրավում, դրանից 0 փոփոխություն կլիներ։ Ռուսական ներգրավումը կլիներ, բայց քանի որ ռուսները չկարողացան, երևի սխալ արեցին, որ սկսեցին պատերազմ, Բ. սխալ արեցին, որ այս 4 տարի է պատերազմը չեն ավարտում, աշնանաբար ռուսական ռեսուրսները թուլացան, առաջը մենք ունենք ամերիկյան ներգրավվածություն։ Չեմ բացառում, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմը կանգնի, առնվազն գոնե ոչ ոքի ռուսների համար, ռուսները ամերիկացիների հետ ավելի գլոբալ հարցերում պայմանավորվեն, չեմ բացառում, որ մի քանի տարի հետո, իրոք չեմ բացառում, որ օրինակի համար նորից
մենք կտեսնենք, որ ամերիկանի փոխարեն կլինի ռուսական ներգրավվածություն, բայց մի բան հստակ է, քանի դեռ Արցախը եւ Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության ներքո է, Ադրբեջանը չի կարող չունենալ հեշտացված անցում Սյունիքով դեպի Թուրքիա եւ այդ հեշտացված անցումը չի կարող չլինել որևէ խոշոր տերության մասնակցությամբ։ Եթե մենք այս իրավիճակը մեզ ձեռք չի տալիս, կա ընդհանրապես մի տարբերակ, կամ մենք վերցնում ենք Նախիջևանը, կամ վերցնում ենք Արցախը։ Պարոն Պողոսյան, դա էլ չէ, պետք է բանակցել կամ հասկանալ։ Եթե մենք այո, Ռուսաստանին բազմաթիվ մեղադրանքներ ենք ուղղել իր թերացումների, իր պարտավորությունների, իր պարտականությունների չկատարման մեջ մեղադրել ենք բազմիցս, բայց եթե Ռուսաստանի այդ սահմանապահ զորքերը ռեալա գետնի վրա շոշափելի է, այդ ամերիկյանը, որ ասում ենք ամերիկյան ներկայությունը, ամերիկյանը դա թուրքականն է լինելու, ամերիկյան որևէ բան չի մտնելու այդտեղ, հա, թուրքականն է լինելու, եթե կա նատոյական Թուրքիա կա դաշնակից Թուրքիա, ապա ինչի ամերիկան ջանք թափի մարդ մեջ, ճիշտ է, դա նշանակում է թուրքական ներկայություն, եկեք շատ հստակ ասենք, մեզ չխափենք։ Երկրորդը, եթե ընտրենք, ասենք ազատ տնտեսական գոտի են ստեղծում Սյունիքում, այս թրիփի հատվածում աշխարհագրությունն էլ հայտնի չի, հա, ինչ բան է ենթադրում, որտեղ Դա կարող է լինել միայն Մեղրու շրջանը կամ ամբողջ Սյունիքի մարզը կամ որևէ այլ տարբերակ։ Կամ ընդհակառակը, մինչև Վայոց ձորով եւ այլն, չէ, կարող են գրկել։ Տեսականորեն այո։ Այո, սա էլ ամենամեծ վտանգներից մեկը, մենք չգիտենք դա։ Հիմա ենթադրենք պահանջ է դրվում, որ հայկական զինուժը պետք է դուրս գա այդտեղից։ Ինչ է անելու Հայաստանը, էլի նվաստացած Հայաստանը, որ որովհետև ասենք թե վախում է առյուծից, որ գլխին կտան, որ հանկարծ կվտանգի իր վերարտադրությունը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, պետք է ստիպված գնանք վարի գնանք, հա, համաձայնենք, հանելու են, եթե պահանջ դրվի հայկական զինուժը մեր այդ սահմանից։ Տեսեք, այստեղ ամենակարևոր հարցը իսկ ում կողմից։ Եթե խոսքը Ադրբեջանի պահանջի մասին է, բնականաբար կարելի է ասել ոչ, վերել հիմնավորումներ եւ այլն։ Հիմա եթե դա ամերիկյան պահանջ է, այստեղ ինչպես ասացի, մեր վիճակը կտրուկ բարդանում է։ Թուրքիան ասել է, նախապայմանը պիտի Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարեք։ Բայց դրա համար էլ կա դիվանագիտություն, որովհետեւ մենք չհասնենք այն կետին, հա, հիմա եթե շատ կոպիտ եմ ասում, հիմա JD Vance-ը կամ մի տարի հետո Մարկո Ռուբիոն գա Հայաստան եւ ասի, որ ընդունենք tripartite սկսել է իրականացվել, այո, թե ամերիկացիներն ասեն, որ այսպես ասենք, նախ ընդունենք, որ ռուսները չեն պայմանավորվում եւ հետեւաբար այստեղ ամերիկացիներն են։ Եվ եթե ամերիկացիները գան եւ ասեն, որ, չգիտեմ, հանուն ազատ տնտեսական գոտու եւ այլն, այո, դուք ձեր զորքերը պետք է հանեք Շունիկից, այսօրվա ջունգլիների աշխարհում ամերիկացիներին ոչ ասելը կլինի հարցաբելի բարդ, բայց այդտեղ հարց կառաջանա, լավ, ինչու մենք հասանք այն վիճակին, որ ամերիկացիները պահանջում են, որ մենք մեր զորքերը հանենք, որտեղ դրա մեջ կա զրո տրամաբանություն։ Պահանջելու են այս տրամաբանությամբ։ Տեսեք, առայժմ ասել, որ միանշանակ լինելու է նման պահանջ, ես դժվար թե կարողանամ համաձայնվել, որտեղ ամեն ինչ շատ հեղեղուկ է, բայց նորից եմ ասում, այստեղ արդեն հիմա նշեցինք, որ այո, Հայաստանը շատ ավելի թեթև քաշային է, Ադրբեջանը ծանր քաշային եւ այլն, բայց դեռ չեմ ուզում, որ ստեղծվի տպավորություն, որ Հայաստանից ընդհանրապես ոչ բան կախված չի, այսինքն մենք շատ կոպիտ ասած չենք վերածվել բոքսի ինչ որ տանձիկի։ Այո, մեզնից շատ քիչ բան է կախված, բայց ինչ որ բան դեռևս կախված է։ Հետեւաբար այստեղ դիվանագիտության եւ Հայաստանի պետության խնդիրը նա պետք է լինի, որովհետեւ ամերիկացիները բացահայտ հակահայկական պահանջներ առաջ չքաշեն։ Որտեղ նորից եմ ասում, եթե հասնենք այն կետին, որ հիմա ամերիկացիները գան եւ ասեն, գիտեք ինչ կա, Սյունիքում դուք չգիտեմ ինչ որ զորամասեր ունեք, չգիտեմ ինչ կա, դա արդեն այլ հարց է։ Այդ զորքերը պետք է Սյունիքից դուրս գան։ Հա, եթե դա պաշտոնապես արդեն հրապարակային որպես պահանջ ներկայացվի ամերիկացիների կողմից, մերժելը կլինի սարսափելի բարդ եւ շատ անկախատեսելի հետևանքներով, բայց մեր խնդիրն է, որովհետեւ մենք չհասնենք նրան։ Իսկ չմերժելը բա, չմերժելը առավել է, բայց ուզում եմ ասել, մեր խնդիրը պետք է լինի ոչ թե այն, որ բերենք հասնենք նրան, որ ամերիկացիները մեզ ասեն, գիտեք ինչ կա, մենք ջունգլիների աշխարհում ենք կամ սա եք անում կամ ընդհանրապես ոչնչացնում ենք, մենք էլ ասենք, բայց ախր ինչ որ ուզում եք, դա էլ է համարյա ոչնչացում։ Դե ասեք մի բան, պարոն Պողոսյան, մի բան ասեք, որ Ադրբեջանի, Թուրքիայի արևմուտքի կողմից պահանջ է դրվել Հայաստանի իշխանությունների առաջ եւ ասել են ոչ։ Նո, այդ հետաքրքիր հարց եք տալիս։ Ասեք, կարող եք հիշել, խնդրեմ։ Եթե կգտնեք որևէ բան, որը հլու հնազանդ չեն արել, մերժել են, ասել են սա մեր շահերից չի բխում, խնդրեմ, եկեք քննարկենք։ Այո, Ռուսաստանին պատասխանել են, ասել են պետքա, չգիտեմ, էս անեք, պետքա այն անեք, պետքա այն անեք, հիմա էլ են, չէ՞, երկաթ գիծը պիտի սարքեք, հակառակ դեպքում էս կանենք, այն կանենք։ Հայաստան, ասեք։ Եկեղեցու դեմ հարձակումից սկսած, ամեն ինչ։ Բանակը ինչու է թույլատնում։ Բաքվում Իսրայելի արտգործնախարարը ինչ ասեց, խաղաղության որևէ բան, թուղթ, հա, ոչ մի արժեք չունի։
քո բանակը պետք է ուժեղացնես, չէ՞, այսինքն ինչ ասեց։ Դե նույնն ասում Ինչու է Փաշինյանը թույլատնում մեր բանակը, ինչու է կրճատում բանակում ծառայությունը, ինչու է եկեք սա հասկանանք, ինչու է թույլատվում մեր բանակը, ինչու է եկեղեցին թույլատվում, ինչու են այս հարձակումները, ինչ բոլոր առումներով։ Տեսեք, ես իհարկե ռազմական փորձագետ չեմ, որ կարողանամ խորանալ այդ հարցերի մեջ, գիտեք, տարբեր տեսակետներ կան, 1.5 տարին ինչ անում, բայց զուտ որպես գնահատական արդեն քաղաքագիտական գնահատական կարող եմ ենթադրել, որ այստեղ իհարկե կա նաև նախընտրական կոմպոնենտ։ Որտեղ ամեն դեպքում հասկանալի է, որ եթե ծառայության ժամկետը կրճատվում է լայն հասարակության համար եւ նաև ծառայողների համար, դա ընդհանուր առմամբ ընկալում է դրական։ Հետեւաբար ընդհանրապես կարող եմ ասել, որ այստեղ կա նաև ներքաղաքական կոմպոնենտ, որտեղ վերջին հաշվով ոչ մի չէր խանգարում, որպեսզի այդ ծառայության ժամկետը կրճատվեր, ասենք 26-ի աշնանից։ Օրինակի համար։ Հետեւաբար այն, որ ծառայության ժամկետը 6 ամսով կրճատվել է 2026-ի հունվարի 1-ից, կարծես թե, ապա այստեղ բնականաբար ներքաղաքական կոմպոնենտ կա։ Հիմա չի ցանկանամ մտնել, այսպես ասած, ռազմական հաշվարկների դաշտ, որպեսզի ցույց տամ դա ուժեղացնում է, թուլացնում է, ինչ է անում, ինչքանով հնարավոր է պայմանագրայիններով փակել։ Դա կարծում եմ, որ շատ ռազմական փորձագետներ ավելի հստակ պատասխան կտան, բայց այսպես ասենք, ինչպես նշեցի, որ TRIP-ը բնականաբար ունի աշխարհաքաղաքական կոմպոնենտ, իմ համար պարզ է, որ հատկապես ցանկացած որոշում այն էլ բևեռացված հասարակությունում, որը ընդունվում է եւ որը վերաբերում է լայն թվում մարդկանց։ Իսկ հասկանալի է, որ զինծառայությունը վերաբերում է գրեթե բոլորին, այս կամ այն չափով։ Պարզ է, որ ցանկացած նման որոշում ընտրություններից առաջ, ամիսներ առաջ կամ չգիտեմ, մինչև 1 տարի առաջ, պարզ է, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է հանրության լայն շերտերին կամ գրեթե բոլորին, բնականաբար իր մեջ կրում է նաև ներքաղաքական կոմպոնենտ։ Սա իմ համար հստակ է։ Արդեն ավելի ռազմական կոմպոնենտ, ես հիմա չի ցանկանա դրա մեջ մտնել եւ սկսել վերլուծություններով զբաղվել։ Չէ, չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց իսկապես չի եղել պահանջ, որ բար լինի։ Ստացվում է, որ հայ ժողովուրդը այնքան է հիմարացել, գնում է ինքնասպանության, որ Նիկոլ Փաշինյանը նորից իշխանություն ունենա, ԿՊ կներեք, բայց այդպես է։ Ունենաս դու, նա այո, նավթ ունի, բայց մենք ունենք Սյունիք, մենք ունենք Արցախ, այսինքն ամեն ինչը ջրատես հանձնես, հետո եւ ասենք թույլ ենք բախում ենք արիցից։ Կավելացնեի, որ մենք ամեն դեպքում ունենք նաեւ Սփյուռք։ Իհարկե, դա էլ են, չէ՞, ինչ են անում։ Դա էլ են պարակտում։ Գիտեք, շատ խոսում են, որ Ադրբեջան ունի նավթ, աջակցություն Իսրայել եւ այլն, մենք ունենք Սփյուռք, իդեպ դա բավականաչափ մեծ ռեսուրս է։ Իհարկե նաև պետք է հասկանանք, որ լոբիստական հնարավորությունները։ Իհարկե պետք է նաև մենք հասկանանք, որ այնպես չի, որ այդ 7 միլիոն հայերը բոլորն էլ ակտիվ ներգրաված են ինչ-որ process-ների մեջ կամ բոլորը մտածում են հայրենիքի մասին, դա էլ պետք է ընդունենք, կան շատ մարդիկ, ովքեր ապրում են իրանց նորմալ է, իրենց կյանքով։ Այո, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ 10%-ը, իսկ 10%-ը դա առավել ակտիվ եւ կայացած մարդիկ են հիմնականում, սկսած բիզնեսմեններից, վերջացած գիտնականներից, իսկ 10%-ը դա ընդունենք 700,000 մարդ, շատ կոպիտ հաշվարկներով։ 7 միլիոն, դրանից 6 միլիոն 300,000-ը առանձնապես process-ների մեջ չկան եւ Հայաստանն էլ իրենց հետաքրքրում է մաքսիմում իրենց հարազատների իրավիճակով, չգիտեմ, քույրն է ապրում կամ եղբայրը, բայց եթե նույնիսկ 700,000 մարդ կա, որը շարունակում է, այսպես ասած, ցավալ Հայաստանի պետության ճակատագրի ապագայի եւ այնի համար, դա էլ լուրջ ռեսուրս է։ Մանավանդ որ այդ 700,000-ի մեջ կան բավականաչափ կայացած մարդիկ, սկսած գործարաններից, վերջացրած, չգիտեմ, գիտնականներից, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, Silicon Valley եւ այլն։ Այսինքն մենք դա էլ պետք է հաշվառենք, որ ոչ միայն մենք ունենք Սյունիք, որտեղ եթե անկեղծացած այո ունենք Սյունիք, բայց հիմա նայեք քարտեզին։ Սյունիքը այսպես ասած երկու կողմից ինչ որ ներուսնարտանման ինչ որ սենդվիչի նման բան է դարձել։ Մի կողմից Ադրբեջան, մի կողմից Նախիջևան։ Դրա համար ես ասում եմ, որ եթե ոչ Արցախն էս վերահսկում, վերջին հաշվով ինչու 6 տարի առաջ այսպիսի վիճակ չկար, որտեղ առնվազն մի 130 կամ 150 կիլոմետր, հիմա թիվը չեմ հիշում։ Չէ՞, կարող այսպես ասած Արցախի հանրապետություն դա կոչենք բուֆերային գոտի, այսինքն ադրբեջանական բանակը Նախիջևանից հեռու էր, ասենք 200 կիլոմետր, գուցե թվերը սխալվում են, բայց իմաստը պարզ է։ Հիմա ասենք ադրբեջանական բանակը այն կողմից Նախիջևանից հեռու է, ասենք 44 կիլոմետր։ Չնայած ասում են տեղերական, որ նույնիսկ ավելի կարճ է, բայց դա էական չի։ Հետեւաբար, այո, Սյունիք ունենք, բայց հիմա Սյունիքը ավելի շատ պաշտպանության կարիք ունի, որովհետև սենդվիչի նման է, բայց մենք ունենք նաև Սփյուռք, հետեւաբար դրա մասին պետք չի մոռանալ, այսինքն նորից եմ ասում։ Հիմա ես չեմ ուզում արտադրություն ստեղծի, որ ես ասում եմ դե ջունգլիների աշխարհը մենք թույլ ենք ուժեղներ, հետեւաբար մեզ անպայման պետք է ուտեն։ Ոչ, վերջնաշով նույն ջունգլիներում են մենք տեսնում ենք, որ տարբեր կենդանիներ շատ կոպիտացապես կարողանում են գոհատևել, էլի։ Հակառակ պարագայում հիմա աշխարհում մենակ առուց կամ փիղ կմնար, ամեն ինչ կվերանար։ Դա այդպես չի։ Բայց նորից եմ ասում, մենք նաև պետք է հստակ հասկանանք, որ այո, այս պայդրությամբ Ադրբեջանը մեզնից շատ ավելի բարձր քաշային կարգում գործող պետություն է։ Դա իհարկե չի նշանակում, որ մեզնից կախված չի եւ մենք ընդհանրապես կորած ենք, բայց ռազմավարական առումով նորից եմ ասում, մենք պետք է հասկանանք, որ եթե մենք չենք ուզում, որպեսզի անընդհատ այս Սյունիքի գլխին վտանգը կախված լինի, իսկ ցանկացած մարդ, որ քարտեզին նայում է,
նորից որ ընդհանրապես աշխարհը քաղաքականություն չգիտի, բայց ունի պարզ նախագահ Թրամփին մեջ բերեմ common sense, չէ՞, Թրամփը անդադ ասում է կա common sense, այսինքն առողջ դատողություն։ Ցանկացած մարդ, որ ունի առողջ դատողություն, քարտեզին նայելով կհասկանա, որ քանի դեռ այս կողմում Ադրբեջան է, այսինքն Արցախն Ադրբեջան է, Նախիջևանը Ադրբեջան է, Սյունիքը միշտ լինելու խնդրահարույց։ Բայց դուք ասում եք կամ պիտի Արցախը ուզի, Հայաստանը կամ Նախիջևանը։ Ես ասում եմ, որ այդքան դուխուդ են, այսպես ասած, ես ասում եմ, որ մենք պետք է հասկանանք ընդհանրապես երկու բան։ Ա. Եթե Արցախը եւ Նախիջևանը վերահսկվում են Ադրբեջանի կողմից, Ա. Մենք չենք կարող Ադրբեջանին չտրամադրել ինչ որ հեշտացված անցում դեպի Թուրքիա եւ Բ. Միշտ Սյունիքի վրա այդ վտանգը կախված լինելու է զուտ առողջ բանականության շրջանակներում։ Հիմա կամ եթե մենք ընդունում ենք, որ Հայաստանը առաջիկա 50 տարում ոչ Նախիջևանն է վերցնում, ոչ էլ Արցախը, ուրեմն մենք պետք է հասկանանք ոնց անենք, որ առաջիկա 50 տարում վտանգի ենթարկված Սյունիքը վերջնականապես չոչնչանա։ Տարբերակ համար 1, տարբերակ համար 2 մտածենք, արդյոք հնարավոր է հետ վերցնել կամ Արցախը կամ Նախիջևանը։ Եթե Արցախը կամ Նախիջևանը հետ բերելը հնարավոր չի, ուրեմն ստացվում է, որ այո, մենք պետք է ընդունենք, որ միշտ Սյունիքը լինելու է վտանգված, բայց ամեն ինչ անենք, որպեսզի այդ պոտենցիալ վտանգը չդառնա իրականություն, որպեսզի Սյունիքը չդառնա երկրորդ Նախիջևան կամ երկրորդ Արցախ։ Այստեղ ես ուզում եմ անպայման հիշեցնեմ Էրդողանի բազմիցս ասված այն միտքը, որ իրենց այսպես հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների խաղաղությանը ձևավորմանը խոչընդոտ է հանդիսանում հայ առաքելական եկեղեցին եւ Սփյուռքը։ Եվ տեսեք, ինչ ինտենսիվորեն քանդում են ամեն ինչ։ Ես հիշում եմ նույնիսկ Թուրքիայի նախկին արտգործնախարար Չավուշօղլուի, Ադրբեջանից տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որ վերջապես մենք կարողացանք հասնել մեր նպատակին, հայկական Սփյուռքը պարակտված է եւ մենք պետք է մեծ ներդրումներ անենք, որպեսզի թուրք-ադրբեջանական Սփյուռքը հզորանա։ Իսկ եկեղեցին դա Սփյուռքն է, եկեղեցին միայն Հայաստանը չի, կառույցներն են եւ լոբիստական հնարավորությունները մենք խնդրեմ դա էլ է թույլատրվում։ Եվ վերջին հարցը, պարոն Պողոսյան, տեսեք, թրիփի գործարկումը երեք ճիշտ նկատեց իմ զրուցակից Էդգար Ղազարյան, լրջագույն վտանգ է ներկայացնում նաև ԵԱՏՄ-ի համար, որովհետև այդ դա նաև ԵԱՏՄ-ի սահման է։ Հիմա սա ինչպես է լինելու, ով է վերահսկելու ԵԱՏՄ-ի սահմանը, կարող է արդեն պահանջը սրեն, որ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գաք SSS, հա, այս վտանգ է սա էլ։ Այստեղ կներեք, ոչ միայն ԵԱՏՄ-ի մեր սահմանն է, մեր տնտեսական օգուտներով, դիվիդենդներով, այլ այստեղ կներեք, Ռուսաստանը ունի աշխարհաքաղաքական շահեր, Իրանը ունի շահեր, այստեղ այնպես չի, որ Հայաստանը այդ սահմանը հոմենակ մերը չի, չէ՞ վերջի վերջո։ Իհարկե միայն մերը չի, տեսեք, ես իրավապայմանագրային կողմին չեմ անդրադառնա, որտեղ եթե անկեղծ այդ ԵԱՏՄ ամբողջ իրավական փաթեթին չեմ էլ տիրապետում, որպեսզի ես սկսեմ իրավական ձևով ասել դա ինչ է ենթադրում կամ չի ենթադրում, բայց մենք իհարկե Ռուսաստանի տաղդակներ լսում ենք, նաև ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը եւ դեսպանը, այո, ասեցին, որ մի քանի խնդիր կա, որ առանց Ռուսաստանի թրիփ չի լինի, Ա. Սահմանապահներ Իրանի այդ բանում, Բ. այդ երկաթուղային կոնցեսիան եւ Գ. շեշտվում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ ԵՄ-ին։ Չէ, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, դրա համար Ռուսաստանը պետք է, այսպես ասենք, ինչ որ դեր ունենա թրիփում։ Տեսեք, իմ կարծիքով ամերիկացիների համար ֆորմալ առանձնապես դժվար թե ամերիկացիները պահանջեն դուք ԵԱՏՄ-ից դուրս եկեք, իրենց համար կարևոր է որ թրիփը լինի իրենց ներգրավմամբ։ Դա իրենք ըստ ամերիկացիների, ըստ ինձ իրենք ասեն Հայաստան դու գնա Ռուսաստան հետ, հիմա եթե կարող ես ռուսների հետ լեզու գտնես, լեզու գտիր։ Այլ հարց է, որ Ռուսաստանը կարող է դիրքորոշումը կոշտացնել եւ ասել, եթե դուք առաջ գնաք այն պայմանավորվածությունների շրջանակում, ինչը հրապարակվեց Վաշինգտոնում, այսինքն այդ 6 էջանոց հետո դառնա իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթեր, նորից եմ ասում, չեմ կարծում ամերիկացիները ասեն դե ԵԱՏՄ-ից դուրս եկեք, բայց այ ռուսները կարող են ասել կներեք դուք ոտնահարում եք ԵԱՏՄ կանոնները, հետեւաբար կամ դա չեք անում, կամ սկսվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, կամ նույնիսկ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացից սկսեն Հայաստանի դեմ ինչ-որ բաներ կիրառել, ասել դե եթե դուք սա եք խախտում, մենք էլ օրինակ մաքսատուրքեր ենք դնում ձեր ապրանքների վրա։ Չէ՞ որ ԵԱՏՄ-ի օրենքների մաքսատուրք չպետք է լինի, բայց ռուսները կարող են ասել դուք թրիփով խախտում եք ԵԱՏՄ, չգիտեմ, պայմանագրի 60-րդ հոդվածը, դե մենք էլ խախտում ենք 75-րդ հոդվածը եւ մաքսատուրքեր ենք ներկայացնում։ Այդ դրա վտանգը կա, դա կլինի թե չէ, իրոք բարդ է ասել, առնվազն չեմ կարծում առաջիկա ամիսներին, որովհետեւ նախ ընդհանրապես այս թրիփի իրականացումը առայժմ միայն գիտեք հայտարարությունների մակարդակով է, բայց եթե այս process-ը շարունակվի եւ ստանա իրավաբանական ուժ, որը ամենայն հավանականությամբ երևի կնի արդեն տարվա վերջում գոնե ընտրություններից հետո, ապա ես չեմ բացառում որ այո ռուսները սկսեն ասել դե եթե դուք խախտում եք կամ ԵԱՏՄ-ից դուրս եկեք կամ մենք էլ ենք մաքսատուրքեր դնում, որը արդեն էլի կբերի Հայաստանի համար բարդ իրավիճակների, չնայած հիմա շատ դժվար է դրա մասին խոսել, բայց պարզ է որ բարդություններ կլինեն, բայց նորից եմ ասում, չեմ կարծում որ
այս ամեն ինչը իրականություն կդառնա առնվազն գոնե մինչև 26-ի երկրորդ կես։ Մոռացել եմ, բայց պիտի անդրադառնամ, քանի որ նախընտրական քարոզչությունը սկսել է արդեն ամիսներ շարունակ ինտենսիվորեն ԿՊ-ն իշխող ուժը իրենք անընդհատ դնում են բանի վրա շեշտադրում, տեսեք թրիփը Միացյալ Նահանգները, տեսեք ինչ է խաղաղություն այլևս անբեկանելի փաստ է, նույնիսկ այդ բանը արտաքին հետախուզական ծառայության զեկույցում էր գրված, հա հիբրիդային պատերազմ է, դա որ ինչ է նշանակում ըստ իրենց, եթե կասկածի ես ենթարկում խաղաղության փաստը, դա հիբրիդային պատերազմ է եւ դրա դեմ իրենք պիտի պայքարեն։ Հիմա ասում են արդեն թրիփը կա բանը Ամերիկան երաշխավորելու է այդքան ներդրումներ են անելու թրիփում, խաղաղությունը հաստատված է, վերջ։ Հիմա այս կեղծ փաթեթավորմամբ երբ որ ծախում են, մենք իհարկե խոսել ենք տարբեր զրուցակիցների հետ, Իրաքում 60 միլիարդից ավելի դոլար ներդրում էր արել Միացյալ Նահանգները։ Եվ ինչ երաշխավորված խաղաղություններ, այդ ներդրումների համար պետք է բանանի, այս խաղաղությունը, հա, որովհետև մեր ժողովուրդը հիմա այսպես խապկանքի մեջ է, իմիտացիա է, որ խաղաղությունը թրիփը, Թրամփը, չգիտեմ, դենը մեր խաղաղությունը երաշխավորել են, վերջ արդեն։ Տեսեք, կան քաղաքական հայտարարություններ եւ կա այսպես ասած փորձագիտական գնահատական։ Ես կարող եմ իմ փորձագիտական գնահատականը տալ, ձերս մնալով տարատեսակ քաղաքական հայտարարություններից, ինչ իրավիճակ մենք ունենք 2025-ի օգոստոսի 8-ից հետո։ Լավ, այսպես ասեմ, շատ կարճ մի նախադասությամբ, ինչ իրավիճակ մենք ունենք 2025-ի հունվար-հունիս ամիսներին։ Անընդհատ Ադրբեջանից գալիս էին ազդակներ, որ կամ տվեք Զանգեզուրի միջանցք, կամ Ադրբեջանը օկուպացնում է Սյունիքը։ Մեկ նախադասությամբ։ Դա 2025-ի առաջին ամիսների վիճակն է։ Ստացան։ Ինչ վիճակ մենք ունենք 2025-ի օգոստոսի 8-ից հետո։ Պարզ է, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակմամբ Սյունիքի օկուպացիայի հավանականությունը էականորեն նվազել է եւ երևի կմնա էականորեն նվազեցված առնվազն առաջիկա 3 տարում Թրամփը կարծես թե սպիտակ տնից դուրս է գալիս 2029-ի հունվարին։ Փաստ համար 1, բայց նաեւ փաստ համար 2, ասել որ կա հաստատութենացված, եթե բարդարը ճիշտ եմ ասում, հաստատութենացված խաղաղություն իմ գնահատմամբ իհարկե ոչ։ Հետեւաբար այո, առաջիկա 3 տարիներին լայնածավալ ռազմական ագրեսիայի հավանականությունը բավականաչափ ցածր է, բավականաչափ կամ մոտենում է 0-ին, բայց ասել որ հիմա կա հաստատութենացված խաղաղություն իհարկե ոչ։ Դուք լինեք Ադրբեջանի տեղը, դուք լինեք Ադրբեջանի տեղը, հիմա լայնածավալ պատերազմի կգնաք, թե կօգտվեք իրավիճակից եւ, գիտեմ, քանի րոպեում կհայտնվեք, երբ որ քո զորքը գտնվում է Հայաստանի տարածքներում ու կարևորագույն դիրքերում։ Ինչ ասել, ավտոմեքենաներով եմ մտնելու։ Ինչի լայնածավալ պատերազմանի, պարոն Պողոսյան։ Եթե ես հաշվարկել գիտեն, աշխարհակաղակական խաղը կարդալ գիտեն։ Տեղադրել ասպես ասենք ադրբեջանցի փորձագետների տեղը եւ փորձեմ իրենց հաշվարկներ անել, ինձ թվում է որ առնվազն քանի դեռ Թրամփն է, ես ամեն ինչ կանեմ որպեսզի այդ թրիփը հնարավորինս բավարարին բոլոր պահանջները, բայց մյուս կողմից չեմ ստորագրի խաղաղության պայմանագիր, որպեսզի Թրամփի գնալուց հետո կամ այլ փոփոխությունների դեպքում միշտ ռազմական գործողությունների հավանականությունը մնա, որտեղ իմ գնահատմամբ ամեն դեպքում Ադրբեջանի համար ամենաիդեալական տարբերակը դա ոչ ռուսական ներգրավմամբ հեշտացված անցումներ, ոչ էլ ամերիկյան ներգրավմամբ։ Այսպես ասում են, լավագույն իդեալական տարբերակը Ադրբեջանի համար, գոնե իմ գնահատմամբ, գուցե սխալվում եմ, դա Սյունիքի վերահսկումն է Ադրբեջանի կողմից։ Այսինքն ասել որ 20 թվականի նոյեմբեր, այսինքն հեշտացված անցում, անխոչնդոտ անցում ռուսական ներգրավմամբ, կամ հիմա հեշտացված անցում, անխոչնդոտ անցում ամերիկյան ներգրավմամբ, ասել որ սա Ադրբեջանի երազանքների իրականացնում է, բնականաբար ոչ։ Հետեւաբար իմ գնահատմամբ ինենք այս 3 տարին կօգտագործեն հնարավորինս շատ բան փոկել ամերիկացիներից, չստորագրել խաղաղության պայմանագիր, որպեսզի միշտ ռազմական գործողությունների պատուհանը բաց մնա, որտեղ նորից եմ ասում, իմ գնահատմամբ իրենց համար լավագույն, սուպեր լավագույն սցենարը դա իհարկե Սյունիքի վերահսկումն է առանց որևէ ոչ ռուսների, ոչ ամերիկացիների, ոչ էլ որևէ այլի։ Դե ասում եմ նաև իրենք հետաքրությունները նշել են իրենց եւ բաժնեմասերը չի բացառվում առնեն թուրքական կամ ադրբեջանական ինչ-որ ընկերություններ գուցե արևմտյան փաթեթավորմամբ։ Շնորհակալ եմ պարոն Պողոսյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցներ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։